Ամեն ինչ սկսվեց մի ցուրտ գիշեր, մի խնջույքի ժամանակ, որտեղ նա հազիվ էր կարողանում ժպիտ ձացնել։ 3 օր առաջ նա տեսել էր, թե ինչպես է իր կյանքը փլուզվում մի ճշմարտության առաջ, որը խորը վերք էր թողել։ Բայց այն, ինչ թվում էր պարզապես նվաստացում, դարձավ մի անջնջելի սխալ։ Եվ հենց այդ սխալն էր, որ գրավեց ընկերության ամենաազդեցիկ մարդու ուշադրությունը։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, ապա բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի։ Երանում դեկտեմբերյան գիշերն ավելի ցուրտ էր թվում, քան սովորաբար, կամ գուցե դա պարզապես հերթական տարվա ավարտի ծանրությունն էր, որ օդը շնչելու համար չափազանց խեղդող էր դարձնում։ Անահիտ Հովհաննիսյանն այդ մեկ ժամվա ընթացքում երրորդ անգամ ուղղեց իր մոխրագույն բաճկոնը, իզուր փորձելով իրեն ավելի հարմարավետ զգալ սեփական մաշկի մեջ։ Նրա շուրջը Սարգսյան գործընկերներ ներդրումային ընկերության խնջույքների սրահը լիքն էր բարձր ծիծաղով, ջերմ կենացներով, տարեվերջյան պարգավճարների ու արձակուրդի համար պլանավորված ուղղորությունների մասին աշխույժ զրույցներով։ Դա ընկերության ավանդական կորպորատիվ երեկույթն էր, այն պարտադիր միջոցառումը, որտեղ բոլորը մի քանի ժամով ձացնում էին, թե մի մեծ կորպորատիվ ընտանիք են։ Անահիտն իրեն այդ ամենի մասնիկը չէր զգում։ Անկեղծ ասած, երբեք էլ չէր զգացել։ 3 տարի աշխատելով ընկերությունում որպես ֆինանսական վերլուծաբան, նա դարձել էր անտեսանելի լինելու արվեստի վարպետ։ Նա հստակ գիտեր, թե որտեղ կանգնել, որպեսզի ուշադրություն չգրավի, ինչպես քաղաքավարի ժպտալ, երբ միջանցքներում հանդիպում էր ղեկավարներին, ինչպես գերազանց կատարել իր աշխատանքը, առանց որը մեկն իսկապես նկատեր, թե ով էր կանգնած իր ներկայացրած անթերի հաշվետվությունների հետում։ Նա արդյունավետ ստվեր էր, դա նրան միշտ բավարարել էր։ Մինչ 3 օր առաջ։ 3 օր։ 72 ժամ այն պահից, երբ նրա աշխարհը փլուզվել էր այնքան սովորական ձով, որ նույնիսկ ծիծաղելի էր։ Անահիտը շամպայնի բաժակը մոտեցրեց շուրթերին, խմելով հեղուկն ավելի մեծ ուժով, քան մտադիր էր։ Դառը համը կատարելապես համապատասխանում էր այն հիշողությանը, որը համառորեն վերադառնում էր, ինչպես գլխից դուրս չեկող նյարդայնացնող երաժշտություն։ Նա սուպերմարկետում էր, դատարկ սայլակը հրում էր միջանցքներով, մտածելով, թե ինչ պատրաստել այդ երեկոյան միայնակ ընթրիքի համար։ Հենց այդ ժամանակ էլ տեսավ Լոնը, իր 3 տարվա նախկին ընկերը, նա, ում հետ կիսել էր բնակարան, ծրագրեր ու երազանքներ, կանգնած էր գինիների բաժնում։ Բայց նա մենակ չէր։ Անթերի ուղիղ շիկահեր մազերով մի կին կախվել էր նրա թից, ծիծաղելով նրա ասած ինչ-որ բանից, մինչ նրանք ընտրում էին մի թանկարժեք գինի, որը, Անահիտը գիտեր, Լոնը երբեք իրենց երկուսի համար չէր գնի։ Տեսարանն ինքնին բավական ցավոտ կլիներ, բայց այն, ինչն իսկապես կործանեց նրան, այն մանրուքն էր, որը վերլուծաբանի նրա մարզված աչքերն անմիջապես նկատեցին։ Կինը մատանի էր կրում։ Ոչ թե սովորական մատանի, այլ այն մատանին, որն Անահիտը տեսել էր Լոնի ձեռքին 3 ամիս առաջ, երբ նա երդվել էր, որ դա նվեր է իր մոր համար։ Այդ պահին, կանգնած մակարոնեղենի պատրաստի սոուսների դարակների մեջ, Անահիտը հասկացավ ամեն ինչ։ Վերջին ամիսների խորհրդավոր բացակայությունները, հեռախոսազանգերը, որոնց նա պատասխանում էր մյուս սենյակում, հարաբերությունների ավարտը, որը նա խնդրել էր ամանորից ընդամենը 2 շաբաթ առաջ, պատճառաբանելով, թե ժամանակ է պետք ինքն իրեն գտնելու համար։ Ժամանակ, ինքն իրեն գտնելու։ Ինչպիսի։ Դաժան կատակ։ Նա ուրիշին էր գտել, այո, ըստ ամենայնի, արդեն բավականին երկար ժամանակ։ Անահիտը սայլակը թողեց հենց այնտեղ դուրս եկավ սուպերմարկետից, առանց հետ նայելու, առանց նրա հետ առերեսվելու, առանց որևէ բան անելու, բացի իր կրծքավանդակում այնպիսի սեղմում զգալուց, որը ստիպեց նրան կասկածել, թե արդյոք սրտերն իսկապես կարող են ֆիզիկապես կոտրվել։ 3 տարի շարունակ նա եղել էր կատարյալ ընկերուհի։ Պատրաստում էր, հոգ տանում իրենց բնակարանի մասին, արդուկում էր նրա հագուստը աշխատանքի հարցազրույցների համար, որոնք երբեք ոչինչի չէին հանգեցնում, լսում էր կյանքից նրա բողոքները, մինչ ինքն արտաժամյա աշխատում էր, հաշիվների մեծ մասը վճարելու համար։ Եվ վերջում նա պարզապես փոխարինեց իրեն։ Կարծես նա հին իր լիներ, որն այլս պետք չէ։ Կարծես նա երբեք բավարար չի եղել։ Ուսին հպումը Անահիտին դուրս բերեց դառը մտքերից։ Դա Լիլիթն էր, նրա լավագույն ընկերուհին, գործընկերուհին, այն լայն ժպիտով, որը սովորաբար նշանակում էր, որ նա ինչ-որ բան է մտածել։ Լիլիթն այն ամենն էր, ինչ Անահիտը չէր, համարձակ, իմպուլսիվ, ինքնավստահության տեր, որը սահմանակից էր ամբարտավանությանը։
Մինչ Անահիտը նախընտրում էր աննկատ մնալ, Լիլիթը ջանում էր նկատելի լինել, իր կիպ զգեստներով, բարձր ծիծաղով, անթաքույց սիրախաղով ցանկացած քիչ թե շատ հետաքրքիր տղամարդու հետ, ով հայտնվում էր նրա ճանապարհին։ «Դու շատ դանդաղ ես խմում», ասաց Լիլիթը, արդեն երկու լիքը բաժակ ձեռքին, մեկը իր համար, մյուսը Անահիտի ձեռքը մեկնած։ «Սա խնջույք է, ոչ թե հոգեհանգիստ։ Չնայած, դեմքիդ նայելով, կարծես հենց հոգեհանգստի ենք»։ Անահիտը հոգնած հառաչանքով ընդունեց բաժակը։ Նա Լիլիթին պատմել էր սուպերմարկետում տեղի ունեցածի, դավաճանության բացահայտման, թե որքան փոքր ու աննշան է իրեն զգում։ Լիլիթը, լինելով Լիլիթ, արձագանքել էր պայթյունավտանգ զայրույթով, Լոնին անվանելով բոլոր հնարավոր անուններով վրեժխնդրություն խոստանալով։ Անահիտն այդ պահին ծիծաղել էր, կարծելով, թե դա ընկերուհու աջակցություն ցուցաբերելու դրամատիկ ձն է։ Բայց հիմա, տեսնելով Լիլիթի աչքերում այդ վտանգավոր փայլը, սկսեց վախենալ, թե ինչ կարող էր նա ծրագրել։ «Դու չես կարող թույլ տալ, որ այդ ապուշը քեզ այսպես կործանի», շարունակեց Լիլիթը, ձայնը ցածր, բայց հաստատուն։ «Նայիր քեզ, Անահիտ։ Դու գեղեցիկ ես, խելացի, այս ընկերության ցանկացած տղամարդուց շատ ես աշխատում, դեռ կարողանում ես համեստ լինել։ Խնդիրը քո մեջ չէ։ Նրա մեջ է, ով երբեք չի իմացել գնահատել այն, ինչ ուներ»։ Անահիտը գլուխը թափահարեց, զգալով, թե ինչպես են արցունքները սպառնում հայտնվել։ Չէր ուզում այնտեղ լաց լինել, չէր ուզում այդ մարդկանց մեկ պատճառ տալ իրեն թույլ տեսնելու համար։ Նա արդեն բավականաչափ անտեսանելի էր, առանց դրան ավելացնելու խղճահարությունը։ «Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչն է իմ մեջ սխալ», մրմնջաց Անահիտը, ավելի շատ իր համար, քան Լիլիթի։ 3 տարի, Լիլ։ Իմ կյանքի 3 տարին նվիրված մեկին, ով ինձ փոխարինեց, նույնիսկ առանց արժանապատվություն ունենալու բաժանվելու, նախքան ուրիշի հետ սկսելը։ Ինչ է դա ասում իմ մասին։ Դա ասում է, որ դու սխալ մարդու ես վստահել։ Բայց գիտես, ինչ է քեզ հիմա պետք, հարցրեց Լիլիթը, նրա աչքերը փայլում էին այն վճռականությամբ, որն Անահիտը չափազանց լավ գիտեր։ Դու պետք է հիշես, թե ով ես դու։ Ոչ թե Լոնի ընկերուհին, ոչ թե ֆինանսական բաժնի անտեսանելի վերլուծաբանը։ Անահիտը։ Այն կինը, որը կանգնած է այս ամենի հետում։ Անահիտը թերահավատորեն աչքերը տնկեց, բայց մինչ կկարողանար պատասխանել, Լիլիթն արդեն քաշում էր նրան դեպի կանանց զուգարան։ Բարեբախտաբար, այնտեղ դատարկ էր, Լիլիթը դավադրական ժպիտով փակեց դուռը, ինչը ստիպեց Անահիտի ստամոքսը սեղմվել անհանգստությունից։ Ինչ ես մտածել, Լիլիթ, հարցրեց Անահիտը, ձեռքերը խաչելով, փորձելով վճռական տեսք ընդունել։ Բայց ձայնն ավելի տատանվող հնչեց, քան մտադիր էր։ Լիլիթը հանեց հեռախոսը, գրպանից բացեց տեսախցիկի հավելվածը։ Տեսանյութ ենք նկարելու, հայտարարեց նա պարզապես, կարծես դա ամեն ինչ բացատրում էր։ Տեսանյութ, կրկնեց Անահիտը շփոթված։ Ինչի՞ համար։ Որպեսզի հիշես, որ դու ցանկալի, հզոր, բացարձակապես հիասքանչ կին ես, Լիլիթը սկսեց ուղղել իր մազերը, շտկել շպարը։ Եվ ի դեպ, եթե Լոնը պատահաբար տեսնի, իր կյանքի մնացած մասը կզղջա, որ քեզ բաց է թողել։ Շամպայնն արդեն ազդում էր Անահիտի գլխին, ամեն ինչ դարձնելով մի փոքր ավելի մշուշոտ, մի փոքր ավելի քիչ իրական։ Կրծքավանդակի ցավը դեռ այնտեղ էր, բայց հիմա դրան ուղեկցում էր խուլ զայրույթ, ինչ-որ իմպուլսիվ բան անելու ցանկություն, մի բան, որը կապացուցեր, որ նա այն աննկատ մոռացվող կինը չէ, որպիսին Լոնը ստիպել էր իրեն զգալ։ Դու ուզում ես, որ ես զգայական տեսանյութ նկարեմ ու ուղարկեմ Լոնին, հարցրեց Անահիտը, նրա ձայնում խառնվել էին անհավատությունն ու մի բան, որը կարելի էր համարել հետաքրքրություն։ Ոչ պարտադիր նրան, պատասխանեց Լիլիթը չարաճճի ժպիտով։ Բայց մի բան, որը ցույց կտա, որ դու կործանված չես։ Որ դու ուժեղ ես, սեքսուալ, վստահ։ Մի բան միայն քեզ համար, որպեսզի հիշես քո սեփական արժեքը։ Եվ եթե պատահաբար նա տեսնի ու խանդի, դա պարզապես երջանիկ կողմնակի ազդեցություն կլինի։ Անահիտը գիտեր, որ դա սարսափելի գաղափար է։ Գիտեր, որ հաջորդ օրն արթնանալու է, զղջալով ամեն ինչի համար։ Բայց այդ պահին, երբ շամպայնն այրում էր նրա դատարկ ստամոքսը, իսկ դավաճանության ցավը դեռ թարմ էր, գաղափարը տարօրինակ կերպով գայթակղիչ էր թվում։ Ոչ թե Լոնին նյարդայնացնելու, այլ ինքն իրեն ինչ-որ բան ապացուցելու համար։ Տեսնելու, թե արդյոք դեռ մնացել է այն կնոջ որեհետք, որը նա եղել էր, նախքան ստվեր դառնալը։ Լիլիթը, միշտ պատրաստ, պայուսակից հանեց կարմիր ներքնազգեստ, դեռ պիտակով։
Գնել էր ճաշի ընդմիջմանը, բացատրեց նա, իմանալով, որ Անահիտին հրում է պետք հուզական անդամալուծությունից դուրս գալու համար։ Դա պարզ, բայց էլեգանտ հավաքածու էր, ոչ մի գռեհիկ բան, պարզապես բավականաչափ զգայական, ցանկացած կնոջ հզոր զգալու համար։ Անահիտը նայեց ներքնազգեստին, հետո ընկերուհուն, վերջապես զուգարանի հայելու մեջ իր արտացոլանքին։ Նրան նայող կինը հոգնած տեսք ուներ, աչքերի տակից շրջանակներով, որոնք շպարն այլս չէր կարողանում ամբողջությամբ թաքցնել, շագանակագույն աչքերում ծանր տխրությամբ։ Բայց այնտեղ էլի ինչ-որ բան կար։ Ապստամբության կայծ, գուցե։ Կամ պարզապես հուսահատություն, քողարկված քաջությամբ։ Լավ, լսեց նա իր սեփական ձայնը, կարծես այն ուրիշինը լիներ։ Բայց դա միայն ինձ համար է, չէ՞։ Ոչ մեկին չենք ուղարկելու։ Դա պարզապես ինձ ավելի լավ զգալու համար է։ Լիլիթը հաղթական ժպտաց, արդեն օգնելով Անահիտին հանել բաճկոնը։ Իհարկե, միայն քեզ համար։ Որպես հիշեցում, որ Անահիտ Հովհաննիսյանը դեռ կենդանի է գեղեցիկ, այս ամբողջ ցավի տակ։ 15 րոպե անց Անահիտը կանգնած էր հայելու առաջ, հագած կարմիր ներքնազգեստը, իսկ Լիլիթը հեռախոսը դիրքավորում էր լավագույն անկյունը որսալու համար։ Ալկոհոլը բավականաչափ իջեցրել էր նրա պաշտպանական պատնեշները, որպեսզի նա կարողանա կեցվածք ընդունել, փորձելով անտեսել իր գլխում այն ձայնը, որը գոռում էր, թե սա խելագարություն է։ Լիլիթն աշխույժ հրահանգներ էր տալիս, խնդրելով նրան վստահությամբ նայել տեսախցիկին, ցույց տալ, որ նա իրավիճակը վերահսկող կին է։ Երբ ավարտեցին, Անահիտն արագ հագնվեց, վերադառնալով իր մոխրագույն բաճկոնին, ինչպես զրահի։ Լիլիթը խմբագրում էր տեսանյութը հեռախոսով, ավելացնելով ֆիլտր, որն ամեն ինչ ավելի փափուկ, ավելի կինեմատոգրաֆիկ էր դարձնում։ Տեսա՞ր։ Դու հիասքանչ ես, Լիլիթը ցույց տվեց արդյունքը։ Սա իսկական Անահիտն է։ Ոչ թե այն աննկատ տարբերակը, որը Լոնը փորձում էր քեզնից ստանալ։ Անահիտը վերցրեց հեռախոսն ընկերուհու ձեռքից, դիտելով տեսանյութի կնոջը։ Դա ինքն էր, բայց մինույն ժամանակ ոչ։ Ավելի վստահ, ավելի ներկա, ավելի կենդանի էր թվում։ Մի կարճ պահ նա հպարտության նման մի բան զգաց։ Նրանք վերադարձան խնջույքին, Անահիտը հեռախոսը դրեց պայուսակի մեջ, ինքն իրեն խոստանալով, որ առավոտյան կջնջի տեսանյութը, երբ սթափ լինի գլուխն ավելի պարզ։ Լիլիթը գնաց ավելի շատ խմիչք բերելու, Անահիտին մենակ թողնելով հյուսիսային պողոտային նայող պատուհաններից մեկի մոտ, որի ամանորյա լույսերը թարթում էին որպես դաժան հիշեցում, որ աշխարհը շարունակում է տոնել, մինչ իրենը փլուզվում է։ Հենց այդ շեղված պահին էլ դա տեղի ունեցավ։ Հեռախոսը թրթռաց պայուսակում, Անահիտն առանց շատ մտածելու վերցրեց այն, ավտոմատ ռեֆլեքսներով թերթելով ծանուցումները, ինչպես էկրանին կպած մարդ։ Նա ուզում էր տեսանյութն ուղարկել ինքն իրեն WhatsApp-ով, որպեսզի պահուստային պատճեն ունենա, նախքան Լիլիթի հեռախոսից ջնջելը։ Նրա մատները, ալկոհոլից ոչ այնքան համակարգված, սահեցին էկրանով։ Նա բացեց իր հետ զրույցը, գցեց տեսանյութը պատրաստվում էր սեղմել ու ուղարկել, երբ ինչ-որ մեկը հրեց նրան, ինչի հետանքով հեռախոսը մի ակնթարթով սահեց նրա ձեռքերից։ Երբ նա վերականգնեց սարքը, էկրանին ուղարկված հաղորդագրություն էր երում։ Անահիտը նայեց զրույցին, ակնկալելով տեսնել տեսանյութն իր հետ զրույցի մեջ։ Բայց նրա արյունը սառեց, երբ տեսավ անունը էկրանի վերում։ Դավիթ Սարգսյան։ Գործադիր տնօրեն։ Ոչ։ 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 Անահիտի ձեռքերը սկսեցին անվերահսկելի դողալ, մինչ նա փորձում էր ընկալել, թե ինչ էր տեղի ունեցել։ Շտապողականության հրման հանկարծակիության պատճառով նա հավանաբար դիպել էր մեկ այլ կոնտակտի։ Եվ իր հեռախոսի բոլոր հնարավոր կոնտակտներից պետք է լիներ հենց դա։ Ընկերության ամենաազդեցիկ մարդը։ Անմատչելի գործադիր տնօրենը, որին նա անձամբ տեսել էր գուցե 3 անգամ 3 տարվա աշխատանքի ընթացքում։ Մարդը, ով գլխի շարժումով որոշում էր հարյուրավոր աշխատակիցների ճակատագիրը։ Անահիտը հենց նոր իր կարմիր ներքնազգեստով տեսանյութ էր ուղարկել Դավիթ Սարգսյանին։ Խուճապը վայրի գազանի պես բույն դրեց նրա կրծքում։ Նա հուսահատ փորձեց ջնջել հաղորդագրությունը, բայց WhatsApp-ը ցույց էր տալիս այն դաժան նշանը, որ ստացողն արդեն դիտել է այն։ Նա տեսել էր։ Վայրկյանների ընթացքում նա արդեն տեսել էր։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Սենյակը սկսեց պտտվել, նա ստիպված եղավ հենվել պատին, որպեսզի չընկնի։ Նրա կարիերան ավարտված էր։ 3 տարվա քրտնաջան աշխատանք, նվիրում, աննկատ մնալու իր աշխատանքն անթերի կատարելու ջանքեր, ամեն ինչ կործանվեց 1 վայրկյանի անզգուշության պատճառով։
Նրան կհեռացնեին աշխատանքից, կնվաստացնեին, գուցե նույնիսկ կդատեին սեռական ոտնձգության կամ նման մի բանի համար։ Արցունքները սկսեցին հոսել, նախքան նա կկարողանար կանխել դրանք։ Անահիտը վազելով դուրս եկավ խնջույքից, հազիվ լսելով, թե ինչպես է Լիլիթը հետից կանչում իր անունը։ Պետք էր գնալ տուն։ Պետք էր անհետանալ։ Պետք էր, որ այդ սարսափելի գիշերն ավարտվեր։ Բայց շենքի վերջին հարկի գրասենյակում Դավիթ Սարգսյանը նայում էր իր հեռախոսի էկրանին մի արտահայտությամբ, որը ոչ ոք չէր կարողանա վերծանել։ Տեսանյութը դեռ բաց էր, ծառած շագանակագույն աչքերով կարմիր ներքնազգեստով մի կնոջ պատկերի վրա, որը նրան նայում էր մարտահրավերի խոցելիության խառնուրդով։ Նա չէր ճանաչում այդ կնոջը։ Չէր կարող ասել, թե որ բաժնում է նա աշխատում, կամ նույնիսկ արդյոք նրանք երբե հատվել են միջանցքներում։ Բայց այդ պատկերում ինչ-որ բան հետաքրքրեց նրան։ Դավիթը փակեց տեսանյութը իր պլանշետով, բացեց ընկերության աշխատակիցների ցուցակը։ Մի քանի րոպե որոնումներից հետո գտավ. Անահիտ Հովհաննիսյան, ֆինանսական վերլուծաբան, վերահսկողության բաժին։ Աշխատանքի է ընդունվել 3 տարի առաջ, գնահատականները միշտ գերազանց են, ոչ մի նկատողություն կամ բողոք։ Կատարյալ աշխատակից, որին նա երբեք չէր նկատել։ Գրեթե աննկատ ժպիտը ծռեց նրա շուրթերը։ Այդ պարտադիր կորպորատիվ երեկույթը հանկարծ շատ ավելի հետաքրքիր էր դարձել։ Դավիթ Սարգսյանն այն մարդը չէր, որ անտեսեր հնարավորությունները, երբ դրանք ընկնում էին իր գիրկը։ Եվ սա, ինչ-որ անբացատրելի կերպով, հենց այդպիսին էր թվում։ Հնարավորություն։ Ինչի՞ համար, նա դեռ չգիտեր։ Բայց պատրաստ էր պարզել։ Ներքում փողոցում Անահիտը լացից ուռած աչքերով նստեց տաքսիի գաղափար անգամ չունենալով, որ իր կյանքը պատրաստվում է փոխվել այնպիսի ձևով, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Չիմանալով, որ ամենաանհարմար նվաստացուցիչ սխալը, որը նա կարող էր գործել, իրականում պատրաստվում էր դառնալ մի բանի սկիզբ, որը կփոխեր ամեն ինչ։ Երան քաղաքը դրսում շարունակում էր ապրել, իր լույսերով անդադար շարժով։ Եվ քաղաքային քաոսի մեջ երկու կյանքեր, որոնք երբեք չպետք է հատվեին, հենց նոր բախվել էին ամենաանսպասելի ձով։ Ճակատագիրը Անահիտը դեռ կսովորեր, դաժան հումորի զգացում ունի։ Եվ երբեմն ամենավատ սխալները տանում են դեպի լավագույն ճիշտ որոշումները։ Բայց առայժմ դեկտեմբերյան այդ ցուրտ գիշերը, այն ամենը, ինչ նա զգում էր, ամոթն էր, զղջումը, այն սարսափելի վախը, թե ինչ կարող է բերել արածակը։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Անահիտն արթնացավ այն զգացողությամբ, որ իր վրայով բեռնատար է անցել։ Գլուխը ցավում էր մշտական ցավոտ ռիթմով, իսկ բերանը չոր էր, ինչպես զմռնիտ։ Մի քանի օրհնյալ վայրկյան նա ոչինչ չէր հիշում։ Պարզապես պառկած էր այնտեղ, նայելով իր փոքրիկ բնակարանի սպիտակ առաստաղին, փորձելով ուժ հավաքել մեկ օր դիմակայելու համար։ Հետո հիշողությունը վերադարձավ։ Ինչպես բուռն անողոք ալիք, ամեն ինչ միանգամից վերադարձավ։ Տեսանյութը, կարմիր ներքնազգեստը, ձեռքերից սահող հեռախոսը, անունը էկրանին, Դավիթ Սարգսյան, գործադիր տնօրեն։ Անահիտն այնքան արագ նստեց, որ գլխապտույտից քիչ մնաց ընկներ մահճակալից։ Դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը, գիշերային սեղանից բացեց WhatsApp-ը, հուսահատ հույսով, որ ամեն ինչ պարզապես ալկոհոլի պատճառած մղձավանջ է։ Բայց այնտեղ էր, դաժան իրական, ինչպես պատուհանից ներս թափանցող արի լույսը։ Զրույցը Դավիթ Սարգսյանի հետ։ Ուղարկված տեսանյութը։ Երկու կապույտ նշանները, որոնք ցույց էին տալիս, որ նա տեսել է։ Բայց մի նոր բան կար։ Հաղորդագրություն։ Նրանից։ Անահիտի սիրտը սկսեց բուռն բաբախել, երբ նա բացեց զրույցը։ Հաղորդագրությունը պարզ էր, պրոֆեսիոնալ, գրեթե սառը։ Երկուշաբթի, առավոտյան 10-ին։ Իմ գրասենյակում։ Անահիտի արյունը սառեց։ Երկուշաբթին 2 օրից էր։ 2 օր մինչ իր պաշտոնական մասնագիտական մահապատիժը։ Նա անցկացրեց հանգստյան օրերի մնացած մասը վերահսկվող խուճապի մեջ։ Լիլիթը մի քանի անգամ զանգեց, բայց Անահիտը քաջություն չուներ պատասխանելու բացատրելու տեղի ունեցած աղետը։ Ինչպես կարող էր իր լավագույն ընկերուհուն ասել, որ անվնաս գաղափարը վերածվել է լիակատար մղձավանջի։
Ինչպես բացատրել, որ իր կարիերան պատրաստվում է ավարտվել ամենանվաստացուցիչ ձով։ Անահիտը հազարավոր արդարացումներ, հազարավոր բացատրություններ մտածեց, որոնք կարող էր տալ Դավիթ Սարգսյանին։ Կարող էր ասել, որ դա վիրուս էր հեռախոսում, որ ինչ-որ մեկը կոտրել է իր հաշիվը, որ դա մոնտաժ էր։ Բայց բոլոր արդարացումները չափազանց խղճուկ էին թվում, նա գիտեր, որ նա դրանցից ոչ մեկին չի հավատա։ Ճշմարտությունը պարզ էր նվաստացուցիչ։ Նա այդ տեսանյութն ուղարկել էր սխալմամբ։ Ոչ մի արդարացում դա չէր փոխի։ Երբ երկուշաբթին վերջապես եկավ, Անահիտը հագնվեց ավելի խնամքով, քան երբը։ Ընտրեց պահպանողական կոստյում, մազերը հավաքեց ցածր կոկոնի մեջ, օգտագործեց ընդամենը մի փոքր շպար։ Ուզում էր պրոֆեսիոնալ, լուրջ տեսք ունենալ, կարծես այդ տեսանյութը լիակատար շեղում լիներ նրանից, ով ինքն իրականում էր։ Կարծես կարողանար ինչ-որ կերպ ջնջել կարմիր ներքնազգեստով այդ պատկերն անթերի կորպորատիվ տեսքով։ Նա գրասենյակ հասավ նշանակված ժամից 1 ժամ շուտ, անկարող լինելով 1 րոպե մնալ տանը։ Սարգսյան գործընկերներ ներդրումային իշենքը տպավորիչ էր, ամբողջությամբ հայելային ապակուց, գտնվում էր Երանի ամենահեղինակավոր պողոտաներից մեկում։ Անահիտը 3 տարի մտել ու դուրս էր եկել այդ շենքից, երբեք չբարձրանալով վերջին հարկ, որտեղ գտնվում էին ղեկավարների գրասենյակները։ Այսօր այլ կերպ էր լինելու։ Ուղիղ ժամը 10-ին Անահիտը ներկայացավ վերջին հարկի ընդունարանում։ Քարտուղարուհին, 50 անց մի էլեգանտ կին, նրան նայեց չեզոք արտահայտությամբ, որը ոչինչ չէր մատնում։ Պարոն Սարգսյանը սպասում է, ասաց նա պարզապես մատնացույց անելով միջանցքի վերջում գտնվող ամուր փայտե դուռը։ Անահիտը քայլեց այնտեղ կապարե թվացող ոտքերով։ 3 անգամ թակեց դուռը, յուրաքանչյուր թակոց արձագանքում էր որպես մահվան դատավճիռ։ Մտեք, պատասխանեց տղամարդու ձայնը մյուս կողմից։ Անահիտը բացեց դուռը, մտավ ամենատպավորիչ գրասենյակը, որ երբե տեսել էր։ Հատակից առաստաղ ձգվող պատուհանները բացում էին Երանի համայնապատկերը, քաղաքը տարածվում էր մինչ հորիզոն։ Կահավորանքը մինիմալիստական էր, բայց ակնհայտորեն թանկարժեք, ամբողջը մոխրագույն երանգների մեջ, միայն խնամքով դրված բույսերի կանաչի մի քանի շեշտադրումներով։ Եվ հսկայական մուգ փայտե սեղանի հետում նստած էր նա։ Դավիթ Սարգսյանը։ Անահիտը նրան նախկինում տեսել էր, իհարկե։ Ընդհանուր ժողովներում, ընկերության միջոցառումներին, միշտ հեռվից։ Բայց երբեք այսպես, երբեք այսքան մոտ, երբեք նրա ամբողջ ուշադրությունը բացառապես իր վրա կենտրոնացած։ Նա ավելի երիտասարդ էր, քան Անահիտը պատկերացնում էր գործադիր տնօրենի համար, գուցե 35 տարեկան, անթերի սանրված մուգ մազերով, մոխրագույն աչքերով, որոնք կարծես թափանցում էին մարդկանց միջով։ Նա հագել էր պատվերով կարված կոստյում, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Անահիտի ամսական աշխատավարձը, նրա շուրջը զգացվում էր իշխանության մի աուրա, որը գրեթե շոշափելի էր։ Օրիորդ Հովհաննիսյան, ասաց նա, նրա ձայնը խորն էր, զուսպ, անհնար էր մեկնաբանել։ Խնդրեմ, նստեք։ Անահիտը հնազանդվեց, նստելով սեղանի դիմացի կաշվե աթոռներից մեկին։ Ձեռքերն այնքան քրտնած էին, որ նա դրանք ամուր պահեց ծնկներին, փորձելով չցուցադրել իր զգացած խուճապը։ Դավիթը երկար նայեց նրան, Անահիտը զգաց, որ դեմքը տաքանում է այդ թափանցող հայացքի տակ։ Վերջապես, նա խոսեց. Ենթադրում եմ, գիտեք, թե ինչու եք այստեղ։ Անահիտը բացեց բերանը, փակեց, փորձեց գտնել բառեր, որոնք իմաստ կունենային։ Պարոն Սարգսյան, ես անչափ ներողություն եմ խնդրում, սկսեց նա, ձայնն ավելի թույլ հնչեց, քան մտադիր էր։ Դա սարսափելի պատահար էր։ Ես երբեք դիտավորյալ չէի ուղարկի այդ տեսանյութը։ Խնդրում եմ, հավատացեք ինձ, երբ ասում եմ, որ դա սխալ էր, հեռախոսի սխալ հպում, ես փորձում էի ինքս ինձ ուղարկել։ Դավիթը ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրա շփոթված խոսքը։ Ես գիտեմ, որ դա սխալմունք էր, ասաց նա հանգիստ։ Վերջին 2 օրվա ձեր բացարձակ խուճապահար դեմքից ակնհայտ է, որ դուք դա չեք պլանավորել։ Անահիտը թարթեց, զարմացած։ Նա նկատել էր իր խուճապը։ Ինչպես։ Նա հազիվ էր նրան տեսել վերջին ամսվա ընթացքում։ Պարոն, ես կհասկանամ, եթե դուք ցանկանաք ինձ աշխատանքից հեռացնել, շարունակեց նա արագ։ Ես կընդունեմ ցանկացած պատիժ։ Պարզապես, խնդրում եմ, դա հանրային մի դարձրեք։ Ես չէի կարողանա տանել այն նվաստացումը, որ ընկերությունում բոլորն իմանան։ Հեռացնել ձեզ, կրկնեց Դավիթը, նրա ձայնում ինչ-որ բան կար, որ Անահիտը չկարողացավ բացահայտել։
Ինչու պետք է դա անեմ։ Անահիտը շփոթված նայեց նրան։ Որովհետ ես սեռական ոտնձգություն եմ կատարել։ Որովհետ ես անպատշաճ բովանդակություն եմ ուղարկել իմ ղեկավարին։ Որովհետ դուք սխալմամբ տեսանյութ եք ուղարկել, Դավիթը նորից ընդհատեց նրան։ Անհարմար սխալմունք, անշուշտ։ Բայց ես պատճառ չեմ տեսնում օրինակելի աշխատակցի կարիերան դրա պատճառով կործանելու։ Եթե, իհարկե, դուք չեք ուզում, որ ես դա անեմ։ Անահիտը կատաղի կերպով գլուխը թափահարեց, անկարող լինելով հավատալ իր լսածին։ Դուք ինձ չեք հեռացնելու։ Ոչ, պատասխանեց Դավիթը պարզապես։ Իրականում, ես կցանկանայի առաջարկ անել։ Առաջարկ, կրկնեց Անահիտը, նրա շփոթությունն աճում էր ամեն վայրկյան։ Դավիթը հենվեց աթոռին, մատները միահյուսված սեղանի վրա, աչքերը երբեք չհեռացնելով նրա դեմքից։ Ասացեք, օրիորդ Հովհաննիսյան, դուք ծրագրեր ունեք տարեվերջյան տոների համար։ Անահիտը նորից թարթեց, բոլորովին շփոթված, թե ուր էր գնում այս զրույցը։ Ես։ Ոչ, պարոն։ Ոչինչ, բացի ընտանիքի հետ սովորական պարտավորություններից։ Հրաշալի է։ Որովհետ ես կցանկանայի, որ դուք ինձ ուղեկցեք մի քանի միջոցառումների։ Անահիտը վստահ էր, որ սխալ է հասկացել։ Դուք ուզում եք, որ ես ձեզ ուղեկցեմ։ Միջոցառումների։ Այո։ Որպես իմ ուղեկից, Դավիթն ասաց դա այնպիսի բնականությամբ, կարծես խնդրում էր, որ նա հաշվետվություն պատրաստի։ Ինձ պետք է մեկը կողքիս առաջիկա 15 օրվա ընթացքում 4 միջոցառումների ժամանակ։ Կորպորատիվ ընթրիքներ, տարեվերջյան խնջույքներ, այդպիսի բաներ։ Եվ դուք կատարյալ եք թվում այդ դերի համար։ Անահիտը զգաց, կարծես զուգահեռ իրականությունում է հայտնվել։ Ես չեմ հասկանում, ասաց նա դանդաղ։ Ինչու ես։ Դուք կարող էիք ընտրել ցանկացած կնոջ։ Կանանց, որոնք շատ ավելի հարմար են այդ տեսակի միջոցառումների համար։ Դավիթը ժպտաց, դա փոքր, բայց անկեղծ ժպիտ էր։ Հենց դրա համար։ Այն կանայք, որոնք սովորաբար հաճախում են այդ միջոցառումներին, ակնկալիքներով են գալիս։ Ուզում են տպավորել, ուզում են կապեր, ուզում են ինչ-որ բան ինձնից։ Դուք, մյուս կողմից, ակնհայտորեն կնախընտրեիք լինել աշխարհի ցանկացած այլ վայրում։ Դա թարմացնող է։ Անահիտը չգիտեր, դա հաճոյախոսություն էր, թե վիրավորանք։ Բայց դուք ասացիք, որպես ձեր ուղեկից։ Մարդիկ կմտածեն, որ մենք հարաբերությունների մեջ ենք։ Այո, դա է իմաստը, Դավիթը լրացրեց նրա փոխարեն։ Դա կլինի ժամանակավոր պայմանավորվածություն, կուլիսներում, խիստ պրոֆեսիոնալ։ Դուք ներկա կլինեք միջոցառումներին ինձ հետ, կձացնեք, թե մենք զույգ ենք, դրա դիմաց ես առատաձեռնորեն կվճարեմ ձեր ժամանակի համար, կերաշխավորեմ, որ ձեր անզգուշությունը տեսանյութի հետ կապված ամբողջությամբ կմոռացվի։ Անահիտը զգաց, որ գլուխը պտտվում է։ Սա խելագարություն էր։ Բոլորովին անսովոր էր։ Դա իր բոլոր խնդիրների լուծումն էր։ Դուք լուրջ եք ասում, հարցրեց նա, դեռ անկարող լինելով հավատալ։ Բացարձակապես։ Նույնիսկ պայմանագիր ունեմ պատրաստած, բոլոր պայմաններով, Դավիթը դարակից մի թղթապանակ հանեց դրեց սեղանին։ Ուզում եմ, որ ուշադիր կարդաք, մտածեք դրա մասին, մինչ վաղը ինձ պատասխան տաք։ Անահիտը դողացող ձեռքերով վերցրեց թղթապանակը, բացեց այն։ Պայմանագիրը զարմանալիորեն մանրամասն էր։ Նշված էին միջոցառումների ամսաթվերը, վճարումը, որը նա կստանար, որն անհեթեթորեն առատաձեռն էր, մի շարք կետեր գաղտնիության, հանրության մեջ ակնկալվող վարքագծի հետանքների մասին, եթե կողմերից որևէ մեկը խախտեր պայմանագիրը։ Ինչու եք դուք դա անում, հարցրեց Անահիտը, հայացքը փաստաթղթից բարձրացնելով։ Ո՞րն է իրական պատճառը։ Դավիթը երկար ուսումնասիրեց նրան, նախքան պատասխանելը։ Եկեք ասենք, որ իմ կյանքում մարդիկ կան, որոնք պետք է հասկանան, որ իմ անձնական ընտրություններն իմն են։ Ոչ իրենցը։ Ձեզ հետ հայտնվելը մեկի, ում նրանք չէին սպասի, մեկի, ով նրանց սոցիալական շրջանակների մաս չի կազմում, հստակ ուղերձ կհղի։ Անահիտը սկսում էր հասկանալ։ Խոսքը վերահսկողության մասին էր։ Ցույց տալու, որ նա հասանելի չէ այն սոցիալական խաղերի համար, որոնք կորպորատիվ էլիտաները սիրում էին խաղալ։ Եվ նա կլիներ դրա գործիքը։ Իսկ եթե ես հրաժարվեմ, համարձակվեց հարցնել նա։ Ապա կհրաժարվեք։ Ոչինչ չի փոխվի։
Տեսանյութը կմոռացվի, դուք կշարունակեք ձեր աշխատանքը սովորականի պես, մենք այլս երբեք չենք խոսի այդ մասին, Դավիթն ասաց դա այնպիսի անկեղծությամբ, որ Անահիտը գրեթե հավատաց։ Բայց չեմ ստի, ասելով, որ ձեր հրաժարումը հիասթափեցնող չի լինի։ Դուք կատարյալ եք նրա համար, ինչ ինձ պետք է։ Կատարյալ։ Այդ բառն արձագանքեց Անահիտի մտքում։ Լոնը նրան երբեք կատարյալ չէր անվանել։ Նույնիսկ իր ճամպրուկները տանելու համար, իրականում։ Ես կմտածեմ, ասաց Անահիտը վերջապես, պայմանագիրը պայուսակի մեջ դնելով։ Դավիթը գլխով արեց։ Սպասում եմ ձեր պատասխանին։ Եվ օրիորդ Հովհաննիսյան, կանչեց նա, երբ Անահիտն արդեն ոտքի էր կանգնել, պատրաստվելով դուրս գալ։ Ես իսկապես հույս ունեմ, որ կհամաձայնեք։ Անահիտը դուրս եկավ այդ գրասենյակից շոկի մեջ։ Վերելակով իջավ իր հարկ, զոմբիի պես, հազիվ ընկալելով, երբ գործընկերները ողջունեցին իրեն։ Նստեց իր սեղանի մոտ, բացեց համակարգիչը, առնվազն 15 րոպե նայում էր էկրանին, ոչինչ չտեսնելով։ Լիլիթը փոթորկի պես հայտնվեց, նետվելով Անահիտի սեղանի կողքի աթոռին։ Դու ողջ ես։ Ինչու չէիր պատասխանում իմ զանգերին։ Եվ ո՞ւր էիր։ Բոլորը խոսում են, որ քեզ կանչել են գործադիր տնօրենի գրասենյակ։ Անահիտը նայեց ընկերուհուն ուրբաթ օրվանից ի վեր առաջին անգամ կարողացավ խորը շունչ քաշել։ Լիլիթ, ասաց նա դանդաղ։ Դու չես հավատա, թե ինչ տեղի ունեցավ հենց նոր։ Եվ հետո պատմեց ամեն ինչ։ Սխալմամբ ուղարկված տեսանյութը, Դավիթի հաղորդագրությունը, հանդիպումը, անհեթեթ առաջարկը։ Լիլիթը լսում էր նրան, աչքերն ավելի ու ավելի էին մեծանում, բերանը բացվում էր աճող զարմանքից։ Սպասիր, տեսնեմ, ճիշտ հասկացա, ասաց Լիլիթը, երբ Անահիտն ավարտեց։ Ընկերության գործադիր տնօրենն ուզում է, որ դու լինես իր կեղծ ընկերուհին տարեվերջյան միջոցառումներին։ Եվ դրա համար քեզ կվճարի։ Եվ ամբողջությամբ կմոռանա։ Անհարմար տեսանյութի մասին։ Հիմնականում, այո։ Լիլիթը լուռ մնաց ուղիղ 3 վայրկյան, նախքան պայթելը։ Անահիտ։ Սա ֆիլմի նման բան է։ Սա այնպիսի բան է, որ միայն սիրավեպերում է լինում։ Դու պետք է համաձայնես։ Անահիտը գլուխը թափահարեց։ Լիլիթ, դու խենթացել ես։ Ես չեմ կարող դա անել։ Դա անհարմար է, կեղծ է, դա հիանալի է, ընդհատեց Լիլիթը։ Լավ մտածիր։ Քեզ առատաձեռնորեն կվճարեն շքեղ խնջույքների գնալու, թանկարժեք զգեստներ հագնելու, համեղ ուտելիքներ ուտելու այս ընկերության ամենաազդեցիկ ու գեղեցիկ տղամարդու ընկերուհին ծանալու համար։ Որտեղ է կոնկրետ խնդիրը։ Խնդիրն այն է, որ ամեն ինչ սուտ է, վիճեց Անահիտը։ Եվ ինչ կլինի, երբ դա ավարտվի։ Ես նորից կդառնամ անտեսանելի վերլուծաբան, մինչ նա կվերադառնա իր միլիարդատիրոջ կյանքին։ Իսկ ինչ, Լիլիթը թոթվեց ուսերը։ Առնվազն դու կունենաս անհավանական հիշողություններ, ավելի հաստ բանկային հաշիվ գուցե, միայն գուցե մի փոքր այն ինքնագնահատականից, որն ապուշ Լոնը կործանեց։ Անահիտը բացեց բերանը, հակաճառելու, բայց փաստարկներ չգտավ։ Լիլիթը ճիշտ էր։ Գուցե դա հենց այն էր, ինչ իրեն պետք էր։ Շեղում տեսանելի զգալու, կարոր զգալու հնարավորություն, նույնիսկ եթե դա միայն կեղծիք լիներ մի քանի շաբաթով։ Եվս մի բան կա, ասաց Անահիտը դանդաղ, գրեթե ամաչելով խոստովանել։ Միջոցառումներից մեկը հաջորդ շաբաթ է։ Եվ ես գիտեմ, որ Լոնը հրավիրված է։ Նա աշխատում է ընկերության գործընկերներից մեկի համար։ Լիլիթի ժպիտը բացարձակապես դիվային էր։ Դու ուզում ես ասել, որ քո անպետք նախկինը կտեսնի քեզ, ձեռք-ձեռքի տվածը Սարգսյան գործընկերներ, ի միլիարդատեր գործադիր տնօրենի հետ։ Անահիտը զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր կրծքում։ Դա վրեժխնդրություն չէր, ճիշտ է։ Բայց դրան մոտ մի բան էր։ Դա Լոնին ցույց տալու հնարավորություն էր, որ ինքը կործանված չէ։ Որ ինքն առաջ է շարժվել։ Որ ինքն ավելին է, քան նա երբեք գնահատել էր։ Ես կհամաձայնեմ, ասաց Անահիտը, զարմացնելով ինքն իրեն իր ձայնի հաստատակամությունից։ Այ քեզ բան, Լիլիթը չափազանց բարձր գոռաց, ստիպելով մի քանի գործընկերների նայել իրենց ուղղությամբ։ Հիմա եկեք խոսենք ամենակարևորի մասին։ Ինչ ես հագնելու։ Որովհետև, սիրելիս, քո ներկայիս զգեստապահարանը նրա աշխարհի համար չի գործի։ Անահիտը ծիծաղեց, օրեր շարունակ առաջին անգամ։ Գուցե Լիլիթը ճիշտ էր։
Գուցե դա հենց այն խելագարությունն էր, որն իրեն պետք էր, հիշելու, որ ինքը կենդանի է։ Որ Լոնի թողած ցավից այն կողմ մի ամբողջ աշխարհ կա։ Որ ինքն արժանի է տեսանելի լինելու, նկատվելու, ընտրված լինելու, նույնիսկ եթե դա միայն ժամանակավոր պայմանագրով լիներ։ Հաջորդ օրը Անահիտը վերադարձավ Դավիթ Սարգսյանի գրասենյակ, ստորագրված պայմանագրով։ Նա ընդունեց նրան նույն գրեթե աննկատ ժպիտով ձեռքը մեկնեց, գործարքը կնքելու համար։ Բարի գալուստ, Օրիորդ Հովհաննիսյան, ասաց նա։ Մեր առաջին միջոցառումն ուրբաթ օրն է։ Իմ վարորդը կգա ձեզ վերցնելու ժամը 7-ին։ Էլեգանտ բան հագեք։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը, զգալով սեղմման ամրությունը, նրա մաշկի ջերմությունն իրենինի դեմ։ Մի կարճ պահ նրանց հայացքները հանդիպեցին, Անահիտը տարօրինակ մի բան զգաց իր ստամոքսում։ Մի բան, որը նա արագ անտեսեց։ Դա պարզապես պայմանագիր էր։ Պրոֆեսիոնալ պայմանավորվածություն։ Ոչ ավելին։ Առնվազն դա էր այն, ինչ նա շարունակում էր կրկնել ինքն իրեն, վերադառնալով իր սեղանի մոտ, փորձելով անտեսել այն փաստը, որ իր սիրտը մի փոքր ավելի արագ էր բաբախում, քան սովորաբար։ Եվ իր գրասենյակում, վերջին հարկում, Դավիթ Սարգսյանը պատուհանից նայում էր ներքում գտնվող քաղաքին, անկեղծ ժպիտը ծռելով նրա շուրթերը ամիսներ շարունակ առաջին անգամ։ Սա հետաքրքիր էր լինելու։ Ուրբաթն ավելի արագ եկավ, քան Անահիտը սպասում էր։ Պայմանագրի ստորագրման առաջին միջոցառման մեջ ընկած օրերը նախապատրաստական աշխատանքների իրարանցում էին, որոնք նրան միաժամանակ ոգորել, սարսափեցրել էին։ Լիլիթը, ստանձնելով ինքնահռչակ ոճաբանի դերը, Անահիտին քարշ տվեց 3 տարբեր խանութներ, մինչ գտան կատարյալ զգեստը, մուգ կապույտ երկար զգեստ, էլեգանտ, բայց ոչ չափազանցված, համեստ լանջաբացվածքով կտրվածքով, որն ընդգծում էր նրա կազմվածքը, առանց սադրիչ լինելու։ Երբ Դավիթի վարորդը ժամը 7-ին հասավ, Անահիտն այնքան նյարդայնացած էր, որ քիչ մնաց երրորդ անգամ ջուր թափեր իր նոր զգեստի վրա։ Մեքենան Մերսեդես էր, կրեմագույն կաշվե սրահով, ավելի շքեղ, քան ցանկացած մեքենա, որի մեջ նա երբե նստել էր։ Վարորդը, միջին տարիքի քաղաքավարի մի պարոն, բարի ժպիտով բացեց նրա համար դուռը, ողջունեց նրան անունով, ստիպելով Անահիտին տարօրինակ նոր ձով կարոր զգալ։ Նրանք Դավիթին վերցրին Վահագնի թաղամասում գտնվող նրա պենթհաուսից, Երանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում։ Երբ նա նստեց մեքենան, Անահիտը ստիպված եղավ իրեն զսպել, որպեսզի բերանը բաց չմնա։ Նա տարբերվում էր այն անթերի կոստյումով տղամարդուց, որին տեսնում էր գրասենյակում։ Հագել էր պատվերով կարված սմոքինգ, որը նրան դարձնում էր ամսագրից դուրս եկածի նման, մազերը մի փոքր ավելի քիչ պաշտոնական էին, կարծես մի քանի անգամ ձեռքով անցել էր դրանց միջով։ Նրա շարժումներում, յուրաքանչյուր ժեստի բնական վստահության մեջ ինչ-որ բան կար, որը ստիպում էր Անահիտին իրեն փոքր անտեղի զգալ նրա կողքին։ Դու հիասքանչ տեսք ունես, ասաց Դավիթը, հենց որ նստեց նրա կողքին, հաճոյախոսությունն այնքան բնական հնչեց, որ Անահիտը գրեթե հավատաց, որ դա անկեղծ է։ Շնորհակալ եմ, պատասխանեց նա, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Դուք նույնպես շատ լավ տեսք ունեք։ Գրեթե զվարճալի ժպիտը ծռեց նրա շուրթերը։ Դավիթ։ Խնդրում եմ, ինձ Դավիթ կոչիր։ Եթե պատրաստվում ենք ծածնել, թե հարաբերությունների մեջ ենք, պետք է բնական թվա։ Դավիթ, ուրեմն ուղեց Անահիտը, անունը տարօրինակ զգացվեց նրա լեզվին, չափազանց մտերմիկ մեկի համար, ում նա հազիվ էր ճանաչում։ Միջոցառումը Հյուսիսային պողոտայի հինգաստղանի հյուրանոցում էր, բարեգործական ընթրիք, որը կազմակերպել էր երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ Սրահը լիքն էր մարդկանցով, որոնց Անահիտը ճանաչում էր միայն ամսագրերից, լրատվականներից, գործարարներ, քաղաքական գործիչներ, հայտնիներ։ Դա բոլորովին այլ աշխարհ էր, քան իրենը, նա իրեն ինքնակոչ զգաց այն պահից, երբ նրանք անցան մուտքը։ Դավիթը, նկատելով նրա նյարդայնությունը, ամուր ձեռքը դրեց նրա մեջքին, միաժամանակ տիրական, բայց հանգստացնող ժեստ։ Շնչիր, շշնջաց նա նրա ականջի մոտ, ձայնն այնքան ցածր, որ միայն նա լսեր։ Դու այստեղ պատկանում ես այնքան, որքան այս մարդկանցից ցանկացածը։ Հիշիր դա։ Անահիտը փորձեց հավատալ նրան։ Փորձեց ծածնել, թե չի զգում բոլոր հետաքրքրասեր հայացքները, որոնք հետում էին իրենց, մինչ Դավիթը նրան առաջնորդում էր սրահով։ Մարդիկ նրան նայում էին անթաքույց։ Հետաքրքրությամբ, ակնհայտորեն մտածելով, թե ով է այս անծանոթ կինը Երանի ամենացանկալի ամուրի գործադիր տնօրենի կողքին։ Հենց այդ ժամանակ նա տեսավ նրան։ Լոնին։
Նա բարի մոտ էր, մի խումբ մարդկանց հետ զրուցում էր, Անահիտը նրան անմիջապես ճանաչեց, նույնիսկ նախքան նրան հստակ տեսնելը։ Դա նրա խոսելու ժամանակ ժեստեր անելու ձն էր, միշտ դրամատիկ, միշտ ուշադրության կենտրոնում լինելու ցանկությամբ։ Եվ նրա կողքին, իհարկե, սուպերմարկետի շիկահեր կինն էր, հագած կարմիր զգեստ, որը քիչ բան էր թողնում երակայությանը։ Անահիտը զգաց, որ ստամոքսը շուռ է գալիս։ Հանկարծ այս ամենը սարսափելի գաղափար թվաց։ Ինչ էր նա անում այստեղ։ Ծածնում էր մեկը, ով ինքը չէր, ուղեկցում էր մի տղամարդու, ում հազիվ էր ճանաչում, այս ամենը հանուն ինչի։ Վրեժխնդրության։ Վիրավորված հպարտության։ Դավիթը զգաց նրա մարմնի լարվածությունը հայացքով հետեց նրան մինչ լոնը։ Նա հարցրեց նա ցածրաձայն, նրա ձայնում ինչ-որ բան կար, որ Անահիտը չկարողացավ բացահայտել։ Նա պարզապես գլխով արեց, անկարող խոսելու։ Ապա գնացինք, ասաց Դավիթը պարզապես, նախքան Անահիտը կկարողանար բողոքել, նա արդեն նրան առաջնորդում էր ուղիղ լոնի ուղղությամբ։ Անահիտի սիրտն այնքան բարձր էր բաբախում, որ նա վստահ էր, թե սրահում բոլորը կարող են լսել այն։ Բայց Դավիթը բոլորովին հանգիստ, վստահ տեսք ուներ, ինչպես առյուծ, որը քայլում է իր տարածքով։ Երբ նրանք բավականաչափ մոտեցան, լոնը վերջապես բարձրացրեց աչքերը տեսավ նրանց։ Նրա դեմքի ցնցված արտահայտությունը ծիծաղելի կլիներ, եթե Անահիտն այդքան նյարդայնացած չլիներ։ Լոն, ասաց Դավիթը քաղաքավարի, բայց հեռու ժպիտով։ Վաղուց չենք տեսնվել։ Դավիթ, պատասխանեց Լոնը, Անահիտը կարող էր տեսնել անհարմարությունը նրա դեմքի յուրաքանչյուր մկանում։ Ես չգիտեի, որ դու կգաս։ Միշտ գալիս եմ, ասաց Դավիթը անփութորեն, հետո մի ժեստով, որը բոլորովին բնական թվաց, բայց որը Անահիտը գիտեր, հաշվարկված էր, նա ձեռքը դրեց նրա գոտկատեղին, նրան մի փոքր ավելի մոտ քաշելով։ Իսկ սա Անահիտն է։ Իմ ընկերուհին։ Անահիտը տեսավ այն ճշգրիտ պահը, երբ Լոնը հասկացավ։ Նրա աչքերը լայնացան, բերանը մի փոքր բացվեց, նա նայեց նրան, կարծես ուրվական լիներ տեսնում։ Անահիտ, կրկնեց նա, ձայնն ավելի բարձր հնչեց, քան մտադիր էր։ Անահիտ Հովհաննիսյան։ Նույն ինքը, ասաց Անահիտը, ստիպելով իրեն ժպտալ։ Ինչպե՞ս ես, Լոն։ Լոնի կողքի շիկահեր կինը նրանց նայում էր ակնհայտ հետաքրքրությամբ, Անահիտը կարող էր տեսնել, թե ինչպես է խանդը սկսում ձավորվել նրա աչքերում։ Լոնը բոլորովին կորած տեսք ուներ, նայելով Անահիտի Դավիթի միջ, կարծես փորձում էր հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր։ Ես չգիտեի, որ դուք երկուստ, այսինքն երբ է դա տեղի ունեցել, կակազեց Լոնը, Անահիտը փոքր, բայց իրական բավարարվածություն զգաց, տեսնելով նրան այդքան անհարմար վիճակում։ Վերջերս, պատասխանեց Դավիթը նրա փոխարեն, ձայնը հանգիստ զուսպ։ Երբեմն լավագույն բաները տեղի են ունենում, երբ ամենակիչն ենք սպասում, այնպես չէ՞։ Զրույցը շարունակվեց մի քանի անհարմար րոպե, Լոնը հարցեր էր տալիս, որոնք ակնհայտորեն փորձեր էին պարզելու, թե արդյոք դա իրական է, իսկ Դավիթը պատասխանում էր այնպիսի հեշտությամբ, որը ստիպեց Անահիտին հավատալ, որ նա դա պրոֆեսիոնալ կերպով է անում։ Երբ նրանք վերջապես կարողացան հրաժեշտ տալ հեռանալ, Անահիտը զգաց, կարծես վերջապես կարող է շնչել։ Դու լավ հանդես եկար, ասաց Դավիթը, երբ նրանք բավականաչափ հեռու էին։ Նա կարծես ինֆարկտ էր տանում։ Անահիտը նյարդային ծիծաղ թույլ տվեց։ Ես կարծում էի, կուշաթափվեմ։ Բայց չուշաթափվեցիր։ Եվ հիմա նա կանցկացնի գիշերվա մնացած մասը, մտածելով, թե ինչպես է քեզ կորցրել ինձ համար, Դավիթը նրան նայեց մի բանով, որը գրեթե հիացմունքի էր նման։ Դա պետք է լավ զգացողություն լինի։ Եվ այդպես էլ կար։ Որքան էլ սխալ լիներ, որքան էլ կեղծ լիներ այս ամենը, Անահիտը չէր կարող շղթել, որ բավարարիչ էր տեսնել Լոնի դեմքը։ Տեսնել, որ նա բոլորովին թերագնահատել էր, թե ով է ինքը, ինչ կարող է դառնալ։ Գիշերվա մնացած մասն անցավ քաղաքավարի զրույցների, կարևոր մարդկանց հետ ծանոթությունների, որոնց անուններն Անահիտն անմիջապես մոռանում էր, թանկարժեք ուտելիքի մշուշի մեջ, որը նա հազիվ էր կարողանում ուտել նյարդերի պատճառով։ Բայց այս ամենի միջով Դավիթն այնտեղ էր։ Մշտական ներկայություն նրա կողքին, ձեռքը միշտ նրա մեջքին կամ նրա ձեռքը բռնած, աչքերը միշտ ստուգում էին, թե արդյոք նա լավ է։ Երբ վերջապես եկավ տուն գնալու ժամանակը, Անահիտը հոգնած էր մի ձով, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Հուզականորեն հյուծիչ էր ծածնել մեկը, ով ինքը չէր պահպանել այդ քաղաքավարի ժպիտը, վարվել այնպես, կարծես պատկանում էր այդ աշխարհին, երբ նրա մեջ ամեն ինչ գոռում էր, որ ինքը խաբեբա է։ Մեքենայում տուն վերադառնալիս, Դավիթը երկար նայեց նրան։
Դու կատարյալ էիր, ասաց նա վերջապես։ Ոչ ոք ոչինչ չկասկածեց։ Անահիտը նայեց նրան, փորձելով կարդալ նրա դեմքի արտահայտությունը։ Ինչու եմ զգում, որ դու ոչ միայն խոսում ես քո ընկերուհին ծանալու մասին։ Դավիթը ժպտաց, այս անգամ դա անկեղծ ժպիտ էր։ Որովհետև դու ավելի ընկալունակ ես, քան թվում է, նա հենվեց նստատեղին, նայելով պատուհանից դուրս։ Այդ մարդիկ միջոցառմանը, նրանք իրենց ամբողջ կյանքը ձացնում են։ Ձացնում են, թե ավելի հարուստ են, քան կան, ավելի երջանիկ, քան կան, ավելի կարևոր, քան կան։ Դու, առնվազն, անկեղծ ես ձացնելու հարցում։ Դա հաճոյախոսություն է, թե… Քննադատություն, հարցրեց Անահիտը, իսկապես չիմանալով։ Դա դիտարկում է։ Եվ գուցե, պրոֆեսիոնալ ստախոսներով լի աշխարհում մի փոքր ձացրած անկեղծությունը թարմացնող է։ Անահիտը չգիտեր, ինչ պատասխանել դրան։ Նրանք լուռ մնացին ճանապարհի մնացած մասը, բայց դա անհարմար լռություն չէր։ Գրեթե հաճելի էր։ Երբ մեքենան կանգնեց Անահիտի համեստ շենքի դիմաց, որն այնքան տարբերվում էր այն շքեղ աշտարակներից, որտեղ Դավիթը հավանաբար ապրում էր, նա իջավ մեքենայից նրա հետ։ Անահիտը զարմացավ, երբ նա պնդեց, որ ուղեկցի իրեն մինչ դուռը։ Դուք պարտավոր չեք դա անել, ասաց նա։ Այստեղ մեզ ոչ ոք չի տեսնում։ Գիտեմ, պատասխանեց Դավիթը պարզապես։ Բայց իսկական ջենթլմենը միշտ ուղեկցում է տիկնոջը մինչ դուռը։ Անահիտը թերահավատորեն աչքերը տնկեց, բայց ժպտաց։ Դուք այս կերպարը շատ լուրջ եք ընդունում։ Երբ նրանք հասան շենքի դռանը, Անահիտը շրջվեց դեպի նա, պատրաստ հրաժեշտ տալու։ Հետաքրքիր գիշեր էր, ասաց նա հասկացավ, որ իսկապես այդպես է մտածում։ Դավիթը մի քայլ մոտեցավ, հանկարծ նրանց միջ տարածությունը շատ փոքր թվաց։ Հաջորդ միջոցառումը երեքշաբթի օրն է։ Ավելի մտերմիկ ընթրիք, ավելի քիչ մարդիկ։ Կարծում ես, կկարողանաս հաղթահարել։ Անահիտը գլխով արեց, փորձելով անտեսել այն փաստը, որ իր սիրտը արագացել էր, երբ նա մոտեցավ։ Կկարողանամ։ Հրաշալի է, նա մի պահ կանգնեց այնտեղ, կարծես ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց հետո պարզապես ժպտաց։ Բարի գիշեր, Անահիտ։ Բարի գիշեր, Դավիթ։ Նա նայեց, թե ինչպես է նա վերադառնում մեքենան, նստում, վարորդը հեռանում փողոցով։ Միայն այդ ժամանակ նա հասկացավ, որ ժպտում է հիմարի պես։ Հաջորդ օրերին Անահիտը բռնեց իրեն, մտածելով այդ գիշերվա մասին ավելին, քան կցանկանար խոստովանել։ Մտածում էր այն մասին, թե ինչպես էր Դավիթը պաշտպանել իրեն, նրա վստահության, այն ձի մասին, որով նա ստիպում էր իրեն կարոր զգալ։ Եվ բռնեց իրեն, սպասելով հաջորդ միջոցառմանը մի անհանգստությամբ, որը ոչ մի կապ չուներ նյարդայնության հետ։ Երեքշաբթի օրվա ընթրիքը Դավիթի գործընկերներից մեկի ամառանոցում էր, Երանից 2 ժամ հեռավորության վրա։ Այս անգամ Դավիթն անձամբ եկավ նրան վերցնելու, վարելով արծաթագույն Porsche, որը կարծես ֆիլմից լիներ։ Ճանապարհորդությունը զարմանալիորեն հաճելի էր, զրույցները բնական էին հոսում, աշխատանքից մինչ սիրելի երգեր վայրեր, որոնք երազում էին տեսնել։ Անահիտը սկսում էր Դավիթին տեսնել ոչ թե որպես ահարկու գործադիր տնօրեն, այլ որպես իրական մարդ։ Մեկը, ով ուներ կարծիքներ, ճաշակ, չոր հումորի զգացում, որը ստիպում էր իրեն ծիծաղել։ Եվ որքան շատ էր նրան ճանաչում, այնքան ավելի դժվար էր դառնում հիշել, որ այս ամենը ժամանակավոր պայմանավորվածություն է։ Ամառանոցն ավելի շատ առանձնատուն էր, քան տուն, ընդարձակ այգիներով լեռների հիասքանչ տեսարանով։ Ընթրիքն ավելի փոքր էր, քան նախորդ միջոցառումը, ընդամենը 15 հոգի, բայց ինչ-որ կերպ դա ամեն ինչ ավելի ինտենսիվ էր դարձնում։ Անահիտը չէր կարող թաքնվել ամբոխի մեջ, չէր կարող ծածնել, թե անտեսանելի է։ Բոլորն ուզում էին ճանաչել նրան, հարցեր տալ, թե ինչպես են ինքն ու Դավիթը ծանոթացել, որքան ժամանակ է, ինչ միասին են։ Դավիթը ստերի միջով նավարկում էր մի հեշտությամբ, որը երբեմն վախեցնում էր Անահիտին։ Նա ստեղծում էր համոզիչ պատմություն այն մասին, թե ինչպես են նրանք ծանոթացել, ավելացնելով մանրամասներ, որոնք ամեն ինչ իրական էին դարձնում։ Եվ Անահիտը բռնում էր իրեն, համաձայնվելով, ավելացնելով իր սեփական մասերը պատմությանը, երբեմն, կարճ պահերով, ինքն էլ էր սկսում հավատալ։ Բայց հենց ընթրիքի ժամանակ ամեն ինչ փոխվեց։ Դավիթի մայրը ներկա էր։ Տիկին Անուշ Սարգսյանն այն ամենն էր, ինչ Անահիտը պատկերացնում էր բարձր հասարակության մայրիշխանից։ Էլեգանտ, զուսպ, մի հայացքով, որը կարծես վայրկյանների ընթացքում գնահատում դատում էր ամեն ինչ։
Նա ողջունեց Անահիտին սառը քաղաքավարությամբ, ամուր, բայց արագ ձեռքսեղմումով, նախքան իր ուշադրությունը դարձնելը մյուս հյուրերին։ Ընթրիքի ընթացքում Անահիտը կարող էր զգալ տիկին Սարգսյանի հայացքն իր վրա, դիտելով յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր խոսք։ Եվ երբ նրանք վերջապես խոսեցին, աղանդերի ժամանակ, զրույցը նույնքան քաղաքակիրթ էր, որքան սուր։ «Ուրեմն, Անահիտ», ասաց տիկին Սարգսյանը, ձայնը փափուկ, բայց տակը պողպատե թելով։ «Դավիթն ինձ ասաց, որ դու աշխատում ես նրա ընկերությունում։ Ֆինանսական բաժնում, ճիշտ է»։ «Այո, տիկին», պատասխանեց Անահիտը, ձայնը հաստատուն պահելով։ «Ես վերահսկողության վերլուծաբան եմ»։ «Ինչ հետաքրքիր է», տիկին Սարգսյանը մի կում գինի խմեց, նախքան շարունակելը։ «Եվ որքան ժամանակ է, ինչ դու իմ որդին կապի մեջ եք»։ Անահիտն արագ նայեց Դավիթին, ով չեզոք արտահայտությամբ հետում էր տեսարանին։ «Մի քանի շաբաթ», պատասխանեց նա, հետելով իրենց պայմանավորված պատմությանը։ Տիկին Սարգսյանը բաժակը մի կողմ դրեց։ Դավիթը միշտ այնքան զուսպ է եղել իր անձնական կյանքի հարցում։ Բոլորիս համար անակնկալ է, որ նա ընտրել է մեկին այդքան անսպասելի։ Քողարկված վիրավորանքը բյուրեղի պես պարզ էր, բայց Անահիտը պահպանեց քաղաքավարի ժպիտը։ «Ենթադրում եմ, որ այո։ Իսկ ձեր ծնողները, սիրելիս, ինչով են զբաղվում»։ Անահիտը զգաց, որ ստամոքսը սեղմվում է։ «Հայրս մահացել է, երբ ես երեխա էի։ Մայրս ուսուցչուհի է քաղաքային դպրոցում»։ «Օ», ասաց տիկին Սարգսյանը միայն դա, բայց տոնն ավելին էր ասում։ Հաջորդած լռությունն անհարմար էր, Անահիտը կարող էր տեսնել, թե ինչպես են մյուս հյուրերից մի քանիսը նշանակալից հայացքներ փոխանակում։ Դավիթն էր, որ կոտրեց լարվածությունը, ձեռքը դնելով Անահիտի ձեռքի վրա սեղանի վրա։ «Եվ նա ամենաաշխատասեր նվիրված կանանցից մեկն է, ում երբեք հանդիպել եմ», ասաց նա, ուղիղ նայելով մորը։ «Ինչ է իմ կարծիքով, շատ ավելին արժե, քան ցանկացած սոցիալական ծագում»։ Տիկին Սարգսյանը նայեց որդուն մի արտահայտությամբ, որն Անահիտը չկարողացավ վերծանել, բայց այլս ոչինչ չասաց։ Ընթրիքի մնացած մասը լարված էր, երբ նրանք վերջապես կարողացան գնալ, Անահիտը հոգնած զգաց մի ձով, որը տարբերվում էր առաջին անգամից։ Այս անգամ դա ոչ միայն ծածնելու հոգնածությունն էր։ Դա դատվելու անբավարար համարվելու ցավն էր այն մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ իրեն չէին ճանաչում։ Մեքենայում, երամ վերադառնալիս, Դավիթը լուռ էր։ Անահիտը նույնպես խոսելու ցանկություն չուներ։ Նրանք այդպես մնացին կիլոմետրեր շարունակ, միայն շարժիչի ճանապարհի ձայնն էր լցնում նրանց միջ տարածությունը։ «Մայրս կարող է դժվար լինել», ասաց Դավիթը վերջապես, ձայնը ցածր։ «Ներողություն, եթե նա քեզ անհարմար զգալ տվեց»։ Նա հստակ հասկացրեց, որ չի կարծում, թե ես բավականաչափ լավն եմ քեզ համար, պատասխանեց Անահիտը, չկարողանալով թաքցնել դառնությունն իր ձայնում։ Նա քեզ չի ճանաչում։ Եվ նույնիսկ եթե ճանաչեր, մինույն է, բավարար չէր լինի։ Ոչ նրա համար, Անահիտը նայեց պատուհանից դուրս, տեսնելով քաղաքի լույսերը հեռվում։ Ես այս աշխարհին չեմ պատկանում, Դավիթ։ Մենք երկուսս էլ դա գիտենք։ Դավիթն անմիջապես չպատասխանեց։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը տարբեր էր, ավելի փափուկ։ Գուցե խնդիրն այն չէ, որ դու չես պատկանում իմ աշխարհին։ Գուցե իմ աշխարհն է, որ քեզ արժանի չէ։ Անահիտը նայեց նրան, զարմացած նրա խոսքերի անկեղծությունից։ Բայց նախքան նա կկարողանար պատասխանել, Դավիթն արդեն փոխում էր թեման, պահն անցավ։ Երբ նա այդ գիշեր նրան տուն թողեց, Անահիտը մտավ իր բնակարան, նետվեց բազմոցին, դեռ հագած թանկարժեք զգեստը, զգալով ավելի շփոթված, քան երբե։ Դա պարզապես պայմանավորվածություն էր։ Պայմանագիր։ Ապա ինչու էր այդքան ցավոտ մերժվել այն մարդկանց կողմից, որոնք չպետք է նշանակություն ունենային։ Եվ ինչու էին Դավիթի խոսքերն այնպես ջերմացրել իր սիրտը, որին նա պատրաստ չէր զգալու։ Նա վերցրեց հեռախոսը, բացեց զրույցը Լիլիթի հետ, արագ գրելով. «Կարծում եմ, սկսում եմ խնդիրներ ունենալ»։ Լիլիթը վայրկյանների ընթացքում պատասխանեց. «Ինչ տեսակի խնդիրներ»։ Անահիտը տատանվեց, նախքան գրելը այն ճշմարտությունը, որը հազիվ էր համարձակվում խոստովանել ինքն իրեն։ «Կարծում եմ, սկսում եմ նրան իսկապես սիրահարվել»։ Հաջորդ երկու շաբաթները հույզերի իսկական կարուսել էին, որոնք Անահիտը երբեք չէր պատկերացնում, որ կապրի։ Եվս երկու միջոցառում սկսված ստերս պահեր, երբ ծածնելու իրականության միջ սահմանը վտանգավոր կերպով մշուշվում էր։
Եվ յուրաքանչյուր հանդիպման հետ Անահիտը բռնում էր իրեն, ավելի ու ավելի խորը սուզվելով զգացմունքների մեջ, որոնք գիտեր, որ չպետք է ունենա։ Դավիթը նույնպես փոխվում էր, նա նկատում էր հպումները, որոնք սկսվել էին որպես հաշվարկված քայլեր հանրության համար, այժմ մի փոքր ավելի երկար էին տում, քան անհրաժեշտ էր։ Հայացքներն ավելի ինտենսիվ էին դարձել։ Մեքենայում զրույցները, որոնք նախկինում պարզապես քաղաքավարի էին, այժմ ձգվում էին ժամերով, նրանք նստում էին Անահիտի շենքի կայանատեղիում, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին մինչ կեսգիշերն անց։ Երրորդ միջոցառումից հետո էր, որ ամեն ինչ անդառնալիորեն փոխվեց։ Դա տարեվերջյան խնջույք էր Դավիթի պենթհաուսում, ընկերների գործընկերների ընտրյալ խմբի համար։ Անահիտը շուտ էր եկել, օգնելու նախապատրաստական աշխատանքներին, առաջին անգամ տեսավ նրա անձնական տարածքը։ Պենթհաուսը նույնքան տպավորիչ էր, որքան նա պատկերացնում էր, ամբողջը սպիտակի մոխրագույնի ժամանակակից երանգների մեջ, Երանի համայնապատկերով, որը շունչ էր կտրում։ Բայց ամենաշատը նրան զարմացրին փոքր անձնական շտրիխները, ամենուր սփռված գրքեր, մի անկյունում կիթառ, պատերին սպիտակ ճանապարհորդական լուսանկարներ։ Դու ես նվագում, հարցրեց Անահիտը, մատնացույց անելով կիթառը։ Դավիթը ժպտաց, մի փոքր ամաչելով, ինչը հազվադեպ էր նրա մոտ։ Փորձում եմ։ Այնքան էլ լավ չեմ։ Կուզենայի մի օր լսել։ Գուցե, ասաց նա, այդ բառի մեջ մի խոստում կար, որը ստիպեց Անահիտի սիրտը արագանալ։ Խնջույքը սկսվեց ժամը 8-ի սահմաններում, պենթհաուսն արագ լցվեց էլեգանտ մարդկանցով բարդ զրույցներով։ Անահիտն արդեն ավելի հարմարավետ էր զգում այս միջոցառումներին, գիտեր, թե ինչպես նավարկել մակերեսային զրույցների միջով, ինչպես ճիշտ պահին ժպտալ, ինչպես զացնել, թե պատկանում է այնտեղ։ Բայց այդ գիշեր օդում այլ լարվածություն կար, մի բան, որը նա չէր կարողանում բացահայտել։ Հետո հայտնվեց նա։ Էլենը։ Անահիտը նրան անմիջապես ճանաչեց նախորդ միջոցառումներին լսած նկարագրություններից։ Էլեն Կարապետյան, ավանդական ընտանիքի բարձրաշխարհիկ տիկին, ավարտել էր Սորբոնի արվեստի ֆակուլտետը, տիրապետում էր 4 լեզվի, կապերով, որոնք ձգվում էին երանյան էլիտայից մինչ եվրոպական թագավորական ընտանիքներ։ Նա այն ամենն էր, ինչ Անահիտը չէր, շիկահեր, բարձրահասակ, այն բնական վստահությամբ, որը բնորոշ է նրանց, ովքեր ծնվել են, իմանալով, որ աշխարհն իրենցն է։ Եվ այն ծիծ, որով նա նայեց Դավիթին, երբ մտավ, պարզ էր, որ նա կարծում է, թե Դավիթը նույնպես իրենն է։ Դավիթ, սիրելիս, ասաց Էլենը, մոդելի նրբագեղությամբ սահելով դեպի նա։ Ներողություն, որ ուշացա։ Գիտես, թե Երանի խցանումներն ինչքան անհնար կարող են լինել։ Նա համբուրեց նրա այտը մի փոքր ավելի երկար մնալով, քան պարզապես քաղաքավարի կհամարվեր, նախքան իր ուշադրությունը դարձնելը Անահիտին։ Իսկ դու պետք է լինես հայտնի Անահիտը։ Այնքան շատ եմ լսել քո մասին։ Ժպիտը կատարյալ էր, բայց չէր հասնում աչքերին։ Անահիտը ճանաչում էր այդ տեսակի կեղծիքը, վերջին շաբաթների ընթացքում բավականաչափ տեսել էր, որպեսզի դառնա դրա հայտնաբերման փորձագետ։ Ենթադրում եմ, որ այո, պատասխանեց Անահիտը, պահպանելով իր սեփական քաղաքավարի ժպիտը։ Էլենն անցկացրեց գիշերվա մնացած մասը, ջանալով մոտ մնալ Դավիթին, խոսելիս դիպչելով նրա թին, չափազանց բարձր ծիծաղելով նրա կատակներից նուրբ, բայց սուր մեկնաբանություններ անելով Անահիտի մասին, երբ հնարավորություն էր ունենում։ Մեկնաբանություններ այն մասին, թե որքան հետաքրքիր է, որ Դավիթը մեկի հետ է, ով այդքան տարբերվում է իր սովորական տիպից։ Թե որքան թարմացնող պետք է լինի նրա համար լինել մեկի հետ, առանց այն բարդությունների, որոնք գալիս են իր սեփական սոցիալական շրջանակի կանանց հետ։ Անահիտը փորձում էր թույլ չտալ, որ դա իրեն ազդի, բայց յուրաքանչյուր մեկնաբանություն փոքրիկ ասեղի խայթոցի պես հիշեցնում էր նրան, որ այս ամենը ժամանակավոր է։ Որ ինքը ժամանակավոր է։ Որ շուտով այս պայմանավորվածությունը կավարտվի, Դավիթը կվերադառնա իր աշխարհ, հավանաբար Էլենի նման մեկի հետ իր կողքին։ Հենց այդ ժամանակ նա լսեց զրույցը, որից ամեն ինչ փլուզվեց։ Անահիտը խոհանոցում խմիչք էր փնտրում, երբ միջանցքից ձայներ լսեց։ Անմիջապես ճանաչեց տիկին Սարգսյանի Էլենի ձայները։ Դու պետք է խոսես նրա հետ, ասում էր տիկին Սարգսյանը, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Այս աղջիկն ակնհայտորեն անհարմար է։ Ֆինանսական վերլուծաբան։ Խնդրում եմ։ Դավիթին պետք է իրեն հավասար մեկը, ով հասկանում է մեր աշխարհը, մեր պարտականությունները։ Ես փորձեցի, մամ, պատասխանեց մեկ այլ մարդու ձայն։ Դա Դանիելն էր, Դավիթի կրտսեր եղբայրը, ում Անահիտը կարճ ծանոթացել էր խնջույքին։ Բայց դու ճանաչում ես Դավիթին։
Երբ նա ինչ-որ բան է որոշում, անհնար է նրան ստիպել փոխել իր միտքը։ Ապա մենք պետք է նրան հասկացնենք, որ նա այստեղ չի պատկանում։ Էլենը միջամտեց զրույցին, նրա ձայնում սառը դաժանություն կար։ Որոշ մարդիկ չեն հարմարվում որոշակի աշխարհների, անկախ նրանից, թե որքան են փորձում։ Նրանք պարզապես ծածնում են, թե պատկանում են, մինչ հոգնում են կեղծիքը պահպանելուց։ Անահիտը զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Այդ խոսքերն արձագանքում էին հենց իր սեփական վախերին, իր սեփական մտքերին, որոնք նա փորձում էր ճնշել ամեն գիշեր։ Նա այստեղ չէր պատկանում։ Երբեք չէր պատկանելու։ Եվ որքան երկար ծածներ, այնքան ավելի ցավոտ կլիներ, երբ ամեն ինչ ավարտվեր։ Առանց մտածելու Անահիտը բաժակը հետ դրեց սեղանին, դուրս եկավ խոհանոցից, մարդկանցով լի սենյակով անցնելով դեպի ելքը։ Դավիթը տեսավ նրան անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Նա ներողություն խնդրեց այն մարդկանցից, ում հետ զրուցում էր, հետեց նրան։ Անահիտ, ինչ պատահեց, հարցրեց նա, երբ հասավ նրան վերելակի մոտ։ Ես պետք է գնամ, ասաց նա, կոճակը անընդհատ սեղմելով, կարծես դա կստիպեր վերելակին ավելի արագ հասնել։ Ոչ, մինչ չասես, թե ինչ է եղել, Դավիթը նրբորեն բռնեց նրա թից, ստիպելով նրան նայել իրեն։ Եվ Անահիտը նրա աչքերում տեսավ մի բան, որն իրեն ավելի շատ վախեցրեց, քան որևէ այլ բան։ Անկեղծ անհանգստություն։ Իրական հոգատարություն։ Կարծես նա իսկապես հոգ տաներ։ Սա սխալ էր, ասաց նա, ձայնը դողալով։ Այս ամենը սկզբից ի վեր։ Ինչ։ Անահիտ, մենք տարբեր աշխարհներից ենք, Դավիթ։ Քո մայրը դա գիտի, Էլենը դա գիտի, բոլորը դա գիտեն։ Ես պարզապես այն վերլուծաբանն եմ, ով պատահաբար անհարմար տեսանյութ ուղարկեց, հիմա ծածնում է մի բան, որը երբեք չի լինի։ Դու կարծում ես, ինձ համար կարող է այդ բաներից որևէ մեկը, հարցրեց Դավիթը, նրա ձայնում մի ինտենսիվություն կար, որն Անահիտը երբեք չէր լսել։ Դու պետք է կարողես, պատասխանեց Անահիտը, զգալով, թե ինչպես են արցունքները սկսում հայտնվել։ Որովհետև երբ այս պայմանագիրն ավարտվի, դու կվերադառնաս քո սովորական կյանքին, Էլենի նման կանանց հետ, որոնք իսկապես պատկանում են քո աշխարհին, իսկ ես կվերադառնամ ֆինանսական բաժնում անտեսանելի լինելուն։ Եվ դու ինչ։ Անահիտը փակեց աչքերը, արցունքները վերջապես դուրս պրծան։ Եվ ես չգիտեմ, թե կկարողանամ արդյոք նորից նույն մարդը լինել, քեզ համար կարևոր մեկը ծանալուց հետո։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Անահիտը բացեց աչքերը, տեսավ Դավիթին, որը նայում էր իրեն մի արտահայտությամբ, որը նա չկարողացավ կարդալ։ Հետո դանդաղ նա բարձրացրեց ձեռքը, բթամատով սրբեց մի արցունք նրա դեմքից։ Իսկ եթե դա ծածնել չէր, հարցրեց նա ցածրաձայն։ Իսկ եթե ինձ համար դու երբեք պայմանավորվածության մաս չես եղել։ Անահիտը զգաց, որ սիրտը կանգ է առնում։ Ինչ։ Ես սա սկսեցի որպես հարմարավետության պայմանավորվածություն, խոստովանեց Դավիթը։ Միջոց, մորս Էլենի նման մարդկանց հեռու պահելու, իմ անձնական կյանքի վրա որոշակի վերահսկողություն ունենալու համար։ Բայց դու, Անահիտ, դու ամեն ինչ փոխեցիր։ Դու նման չես այն մյուս կանանց, որոնց ես ճանաչում եմ։ Դու ինձնից ոչինչ չես ուզում, բացի հարգանքով վերաբերվելուց։ Դու մարտահրավեր ես նետում իմ կարծիքներին, ծիծաղում ես իմ վատ կատակների վրա, ստիպում ես ինձ ավելի լավ մարդ լինելու ցանկություն ունենալ։ Մի ասա դա, մրմնջաց Անահիտը, գլուխը թափահարելով։ Մի ասա, եթե դա ճիշտ չէ։ Ճիշտ է, Դավիթը բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ, ստիպելով նրան նայել իրեն։ Ես սիրահարված եմ քեզ, Անահիտ։ Իսկապես։ Ոչ ծածնելով, ոչ պայմանավորվածությամբ, ոչ պայմանագրով։ Պարզապես ես հիմարաբար սիրահարված մի կնոջ, ով պատահաբար ինձ ներքնազգեստով տեսանյութ ուղարկեց։ Չնայած ամեն ինչին, Անահիտը ծիծաղեց արցունքների միջով։ Դա հենց ամենառոմանտիկ սիրո խոստովանությունը չէ։ Գիտեմ, Դավիթը ժպտաց։ Բայց անկեղծ է։ Եվ դու արժանի ես անկեղծության։ Նրանք կանգնած էին այնտեղ, պենթհաուսի մասնավոր միջանցքում, խնջույքի խլացված ձայնը գալիս էր ներսից, Անահիտը զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր կրծքում։ Բոլոր պատնեշները, որոնք նա կառուցել էր, բոլոր պաշտպանական մեխանիզմները, որոնք նա բարձրացրել էր, ամեն ինչ միանգամից փլուզվեց։ Ես էլ, շշնջաց նա։ Սիրահարված եմ քեզ։ Եվ այնքան եմ վախենում դրանից։ Գիտեմ։ Ես էլ։ Եվ հետո Դավիթը համբուրեց նրան։
Դա տեսախցիկների համար համբույր չէր, դա արտաքին տեսքը պահպանելու համար չէր, դա որևէ պայմանավորվածության մաս չէր։ Դա իրական էր։ Դա միաժամանակ հուսահատ նուրբ էր, լի այն բոլոր զգացմունքներով, որոնք նրանք փորձում էին շղթել շաբաթներ շարունակ։ Երբ նրանք վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Դավիթը ճակատը հենեց նրանինին, աչքերը փակ։ «Ինչ ենք անում հիմա», հարցրեց նա։ «Չգիտեմ», խոստովանեց Անահիտը։ «Քո մայրը երբեք ինձ չի ընդունի։ Էլենի նման մարդիկ միշտ ինձ անհարմար կհամարեն։ Եվ աշխատավայրում բոլորը կմտածեն, որ ես ինչ-որ առավելություն եմ ստացել քեզ հետ լինելու համար։ Ապա մենք դրա հետ կզբաղվենք միասին», Դավիթը բացեց աչքերը, նայեց նրան վճռականությամբ։ «Ինձ համար կարևոր չէ, թե ինչ է մտածում մայրս, կամ Էլենը, կամ որևէ այլ մեկը։ Միակ կարծիքը, որը կարևոր է, քոնն է։ Դու ինձ ուզում ես։ Իսկապես»։ Անահիտը նայեց նրան, տեսավ խոցելիությունը նրա աչքերում, հույսը խառնված վախի հետ։ Տեսավ այն հզոր մարդուն, որից բոլորը վախենում էին, ցույց տալիս իր ամենափխրուն կողմը։ Եվ հասկացավ, որ այո, նա ուզում է նրան։ Չնայած բոլոր խոչընդոտներին, չնայած բոլոր վախերին, չնայած ամեն ինչին։ «Այո», ասաց նա։ «Ես քեզ ուզում եմ»։ Ժպիտը, որը լուսավորեց Դավիթի դեմքը, ամենագեղեցիկ բանն էր, որ Անահիտը երբևէ տեսել էր։ «Ապա որոշված է։ Ավարտում ենք պայմանագիրը։ Սկսում ենք իսկապես»։ Բայց նախքան խնջույքին վերադառնալը, նախքան աշխարհին միասին դիմակայելը, Դավիթը մի բան ուներ անելու։ Նա նրան հետ տարավ ներս, բայց թաքնվելու փոխարեն նա գնաց ուղիղ սենյակի կենտրոն, գրավեց բոլորի ուշադրությունը, արեց այն, ինչ Անահիտը երբեք չէր սպասի։ «Կարո՞ղ եմ մի պահ բոլորիդ ուշադրությունը», ասաց Դավիթը, նրա ձայնը կտրեց զրույցները։ Երբ լռություն տիրեց, բոլոր հայացքները նրանց վրա էին, նա շարունակեց. «Ես կցանկանայի հայտարարություն անել։ Այս կինն այստեղ իմ կողքին, Անահիտ Հովհաննիսյանը, իմ ժամանակավոր ուղեկիցը կամ հարմարավետ պայմանավորվածությունը չէ։ Նա այն կինն է, ում ես սիրում եմ։ Եվ ես ուզում եմ, որ բոլորը դա իմանան, հատկապես նրանք, ովքեր տեղին են համարել դատել նրան կամ նվաստացնել այս գիշեր»։ Անահիտը տեսավ, թե ինչպես Էլենը գունատվեց, տեսավ, թե ինչպես տիկին Սարգսյանը շուրթերը սեղմեց բարակ գծով, տեսավ ցնցման զարմանքի տարբեր արտահայտությունները սենյակի շուրջ։ Անահիտն ավելի անկեղծ է, ավելի աշխատասեր, ավելի իրական, քան մարդկանց մեծամասնությունը, ում ես ճանաչում եմ, շարունակեց Դավիթը։ Նա չի ուզում իմ փողերը, չի ուզում կարգավիճակ, չի ուզում օգտագործել իմ դիրքը իր սեփական շահի համար։ Նա պարզապես ուզում է, որ իրեն հարգեն, սիրեն։ Եվ ես բախտավոր եմ, որ նա ինձ ընդունում է, բոլոր բարդություններով հանդերձ։ Նա շրջվեց դեպի Անահիտը, աչքերը փայլում էին հուզմունքից։ Ես գիտեմ, որ մենք սխալ սկսեցինք։ Ես գիտեմ, որ մենք դեռ շատ բան ունենք միմյանց մասին բացահայտելու։ Բայց ես չեմ ուզում այլս ժամանակ կորցնել, ծածնելով։ Ես քեզ սիրում եմ, Անահիտ։ Եվ ուզում եմ, որ բոլորն իմանան։ Լռությունը բացարձակ էր։ Անահիտը զգաց, որ սենյակի բոլոր մարդիկ նայում են իրեն, սպասելով իր արձագանքին։ Եվ առաջին անգամ, երբ այս ամբողջ կրկեսը սկսվել էր, նա իրեն վախեցած չզգաց։ Իրեն ազատ զգաց։ Ես էլ քեզ եմ սիրում, ասաց նա, բավականաչափ բարձր, որ բոլորը լսեն։ Լարվածությունը կոտրվեց մի քանի ցրված ծափահարություններով, զրույցները դանդաղ վերսկսվեցին։ Բայց գիշերվա մնացած մասը տարբեր էր։ Որոշ մարդիկ ամբողջությամբ խուսափում էին Անահիտից, Դավիթից։ Մյուսները մոտենում էին անկեղծ հետաքրքրությամբ։ Բայց ամենակարևորը, նրանք այլս չէին ծածնում։ Տիկին Սարգսյանը գիշերվա մնացած մասը նրանցից ոչ մեկի հետ չխոսեց։ Էլենը շուտ գնաց, դեմքը զայրույթի դիմակ էր։ Բայց Դանիելը, Դավիթի եղբայրը, մոտեցավ նրանց անկեղծ ժպիտով։ Ժամանակն էր, ախպեր, ասաց նա, թեթ խփելով Դավիթի ուսին։ Մենք սկսում էինք մտածել, որ դու երբեք քաջություն չես ունենա խոստովանելու, որ ինչ-որ մեկին իսկապես սիրում ես։ Երբ խնջույքը վերջապես ավարտվեց, վերջին հյուրերը գնացին, Դավիթն ու Անահիտը մենակ մնացին պենթհաուսում, շրջապատված դատարկ բաժակներով, օգտագործված անձեռոցիկներով։ Քաղաքը փայլում էր պատուհաններից այն կողմ, առաջին անգամ Անահիտը զգաց, որ գուցե այո, գուցե նա կարող է պատկանել այստեղ։ Դե ինչ, ասաց Դավիթը, նրան գրկելով։ Ինչպես էր քո առաջին հանրային սկանդալը։ Սարսափելի, պատասխանեց Անահիտը, բայց ժպտում էր։
Բոլորովին սարսափեցնող, հավանաբար մղձավանջներ կունենամ դրա մասին։ Բայց արժեր։ Անահիտը նայեց նրան, այն մարդուն, ով իր կյանք էր մտել ամենաանսպասելի ձով, ով իր ամենաանհարմար սխալը վերածել էր ինչ-որ գեղեցիկ բանի։ Այո, ասաց նա։ Լիովին արժեր։ Հաջորդ շաբաթները հեշտ չէին։ Տիկին Սարգսյանը երկար ժամանակ պահանջեց հարաբերություններն ընդունելու համար, երբ վերջապես դա արեց, դա վերապահումներով պայմաններով էր։ Բայց դանդաղ, շատ դանդաղ, նա սկսեց տեսնել Անահիտին այնպիսին, ինչպիսին նա իրականում էր։ Եվ գուցե, միայն գուցե, սկսեց հարգել իր որդու ընտրությունը։ Աշխատավայրում բամբասանքներն անխուսափելի էին։ Բայց Անահիտը պահպանեց իր պրոֆեսիոնալիզմը, շարունակեց անթերի կատարել իր աշխատանքը, ի վերջո մարդիկ հասկացան, որ նա այնտեղ չէ ինչ-որ առավելության համար, այլ որովհետև իսկապես արժանի է լինելու։ Լոնը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել, ներողություն խնդրելով, բացատրություններ ուզելով։ Անահիտն արգելափակեց նրա համարը։ Որոշ դռներ պետք է։ Ամեն ինչ սկսվեց մի ցուրտ գիշեր, մի խնջույքի ժամանակ, որտեղ նա հազիվ էր կարողանում ժպիտ ձացնել։ 3 օր առաջ նա տեսել էր, թե ինչպես է իր կյանքը փլուզվում մի ճշմարտության առաջ, որը խորը վերք էր թողել։ Բայց այն, ինչ թվում էր պարզապես նվաստացում, դարձավ մի անջնջելի սխալ։ Եվ հենց այդ սխալն էր, որ գրավեց ընկերության ամենաազդեցիկ մարդու ուշադրությունը։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, ապա բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի։ Երանում դեկտեմբերյան գիշերն ավելի ցուրտ էր թվում, քան սովորաբար, կամ գուցե դա պարզապես հերթական տարվա ավարտի ծանրությունն էր, որ օդը շնչելու համար չափազանց խեղդող էր դարձնում։ Անահիտ Հովհաննիսյանն այդ 1 ժամվա ընթացքում 3-րդ անգամ ուղղեց իր մոխրագույն բաճկոնը, իզուր փորձելով իրեն ավելի հարմարավետ զգալ սեփական մաշկի մեջ։ Նրա շուրջը Սարգսյան գործընկերներ ներդրումային ընկերության խնջույքների սրահը լիքն էր բարձր ծիծաղով, ջերմ կենացներով, տարեվերջյան պարքավճարների ու արձակուրդի համար պլանավորված ուղղորությունների մասին աշխույժ զրույցներով։ Դա ընկերության ավանդական կորպորատիվ երեկույթն էր, այն պարտադիր միջոցառումը, որտեղ բոլորը մի քանի ժամով ձացնում էին, թե մի մեծ կորպորատիվ ընտանիք են։ Անահիտն իրեն այդ ամենի մասնիկը չէր զգում։ Անկեղծ ասած, երբեք էլ չէր զգացել։ 3 տարի աշխատելով ընկերությունում որպես ֆինանսական վերլուծաբան, նա դարձել էր անտեսանելի լինելու արվեստի վարպետ։ Նա հստակ գիտեր, թե որտեղ կանգնել, որպեսզի ուշադրություն չգրավի, ինչպես քաղաքավարի ժպտալ, երբ միջանցքներում հանդիպում էր ղեկավարներին, ինչպես գերազանց կատարել իր աշխատանքը, առանց որը մեկն իսկապես նկատեր, թե ով էր կանգնած իր ներկայացրած անթերի հաշվետվությունների հետում։ Նա արդյունավետ ստվեր էր, դա նրան միշտ բավարարել էր։ Մինչ 3 օր առաջ։ 3 օր։ 72 ժամ այն պահից, երբ նրա աշխարհը փլուզվել էր այնքան սովորական ձով, որ նույնիսկ ծիծաղելի էր։ Անահիտը շամպայնի բաժակը մոտեցրեց շուրթերին, խմելով հեղուկն ավելի մեծ ուժով, քան մտադիր էր։ Դառը համը կատարելապես համապատասխանում էր այն հիշողությանը, որը համառորեն վերադառնում էր, ինչպես գլխից դուրս չեկող նյարդայնացնող երաժշտություն։ Նա սուպերմարկետում էր, դատարկ սայլակը հրում էր միջանցքներով, մտածելով, թե ինչ պատրաստել այդ երեկոյան միայնակ ընթրիքի համար։ Հենց այդ ժամանակ էլ տեսավ Լոնը, իր 3 տարվա նախկին ընկերը, նա, ում հետ կիսել էր բնակարան, ծրագրեր ու երազանքներ, կանգնած էր գինիների բաժնում։ Բայց նա մենակ չէր։ Անթերի ուղիղ շիկահեր մազերով մի կին կախվել էր նրա թից, ծիծաղելով նրա ասած ինչ-որ բանից, մինչ նրանք ընտրում էին մի թանկարժեք գինի, որը, Անահիտը գիտեր, Լոնը երբեք իրենց երկուսի համար չէր գնի։ Տեսարանն ինքնին բավական ցավոտ կլիներ, բայց այն, ինչն իսկապես կործանեց նրան, այն մանրուքն էր, որը վերլուծաբանի նրա մարզված աչքերն անմիջապես նկատեցին։ Կինը մատանի էր կրում։ Ոչ թե սովորական մատանի, այլ այն մատանին, որն Անահիտը տեսել էր Լոնի ձեռքին 3 ամիս առաջ, երբ նա երդվել էր, որ դա նվեր է իր մոր համար։ Այդ պահին, կանգնած մակարոնեղենի պատրաստի սոուսների դարակների մեջ, Անահիտը հասկացավ ամեն ինչ։ Վերջին ամիսների խորհրդավոր բացակայությունները, հեռախոսազանգերը, որոնց նա պատասխանում էր մյուս սենյակում, հարաբերությունների ավարտը, որը նա խնդրել էր ամանորից ընդամենը 2 շաբաթ առաջ, պատճառաբանելով, թե ժամանակ է պետք ինքն իրեն գտնելու համար։ Ժամանակ, ինքն իրեն գտնելու։ Ինչպիսի։ Դաժան կատակ։ Նա ուրիշին էր գտել, այո, ըստ ամենայնի, արդեն բավականին երկար ժամանակ։
Անահիտը սայլակը թողեց հենց այնտեղ դուրս եկավ սուպերմարկետից, առանց հետ նայելու, առանց նրա հետ առերեսվելու, առանց որևէ բան անելու, բացի իր կրծքավանդակում այնպիսի սեղմում զգալուց, որը ստիպեց նրան կասկածել, թե արդյոք սրտերն իսկապես կարող են ֆիզիկապես կոտրվել։ 3 տարի շարունակ նա եղել էր կատարյալ ընկերուհի։ Պատրաստում էր, հոգ տանում իրենց բնակարանի մասին, արդուկում էր նրա հագուստը աշխատանքի հարցազրույցների համար, որոնք երբեք ոչնչի չէին հանգեցնում, լսում էր կյանքից նրա բողոքները, մինչ ինքն արտաժամյա աշխատում էր, հաշիվների մեծ մասը վճարելու համար։ Եվ վերջում նա պարզապես փոխարինեց իրեն։ Կարծես նա հին իր լիներ, որն այլս պետք չէ։ Կարծես նա երբեք բավարար չի եղել։ Ուսին հպումը Անահիտին դուրս բերեց դառը մտքերից։ Դա Լիլիթն էր, նրա լավագույն ընկերուհին, գործընկերուհին, այն լայն ժպիտով, որը սովորաբար նշանակում էր, որ նա ինչ-որ բան է մտածել։ Լիլիթն այն ամենն էր, ինչ Անահիտը չէր, համարձակ, իմպուլսիվ, ինքնավստահության տեր, որը սահմանակից էր ամբարտավանությանը։ Մինչ Անահիտը նախընտրում էր աննկատ մնալ, Լիլիթը ջանում էր նկատելի լինել, իր կիպ զգեստներով, բարձր ծիծաղով, անթաքույց սիրախաղով, ցանկացած քիչ թե շատ հետաքրքիր տղամարդու հետ, ով հայտնվում էր նրա ճանապարհին։ Դու շատ դանդաղ ես խմում, ասաց Լիլիթը, արդեն 2 լիքը բաժակ ձեռքին, մեկը իր համար, մյուսը Անահիտի ձեռքը մեկնած։ Սա խնջույք է, ոչ թե հոգեհանգիստ։ Չնայած, դեմքիդ նայելով, կարծես հենց հոգեհանգստի ենք։ Անահիտը հոգնած հառաչանքով ընդունեց բաժակը։ Նա Լիլիթին պատմել էր սուպերմարկետում տեղի ունեցածի, դավաճանության բացահայտման, թե որքան փոքր ու աննշան է իրեն զգում։ Լիլիթը, լինելով Լիլիթ, արձագանքել էր պայթյունավտանգ զայրույթով, Լոնին անվանելով բոլոր հնարավոր անուններով, վրեժխնդրություն խոստանալով։ Անահիտն այդ պահին ծիծաղել էր, կարծելով, թե դա ընկերուհու աջակցություն ցուցաբերելու դրամատիկ ձն է։ Բայց հիմա, տեսնելով Լիլիթի աչքերում այդ վտանգավոր փայլը, սկսեց վախենալ, թե ինչ կարող էր նա ծրագրել։ Դու չես կարող թույլ տալ, որ այդ ապուշը քեզ այսպես կործանի, շարունակեց Լիլիթը, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Նայիր քեզ, Անահիտ։ Դու գեղեցիկ ես, խելացի, այս ընկերության ցանկացած տղամարդուց շատ ես աշխատում, դեռ կարողանում ես համեստ լինել։ Խնդիրը քո մեջ չէ։ Նրա մեջ է, ով երբեք չի իմացել գնահատել այն, ինչ ուներ։ Անահիտը գլուխը թափահարեց, զգալով, թե ինչպես են արցունքները սպառնում հայտնվել։ Չէր ուզում այնտեղ լաց լինել, չէր ուզում այդ մարդկանց մեկ պատճառ տալ իրեն թույլ տեսնելու համար։ Նա արդեն բավականաչափ անտեսանելի էր, առանց դրան ավելացնելու խղճահարությունը։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչն է իմ մեջ սխալ, մրմնջաց Անահիտը, ավելի շատ իր համար, քան Լիլիթի։ 3 տարի, Լիլ։ Իմ կյանքի 3 տարին նվիրված մեկին, ով ինձ փոխարինեց, նույնիսկ առանց արժանապատվություն ունենալու բաժանվելու, նախքան ուրիշի հետ սկսելը։ Ինչ է դա ասում իմ մասին։ Դա ասում է, որ դու սխալ մարդու ես վստահել։ Բայց գիտես, ինչ է քեզ հիմա պետք, հարցրեց Լիլիթը, նրա աչքերը փայլում էին այն վճռականությամբ, որն Անահիտը չափազանց լավ գիտեր։ Դու պետք է հիշես, թե ով ես դու։ Ոչ թե Լոնի ընկերուհին, ոչ թե ֆինանսական բաժնի անտեսանելի վերլուծաբանը։ Անահիտը։ Այն կինը, որը կանգնած է այս ամենի հետում։ Անահիտը թերահավատորեն աչքերը տնկեց, բայց մինչ կկարողանար պատասխանել, Լիլիթն